Երբ ոստիկանությունը մտավ Արմեն Ջիգարխանյանի տուն, նրա մահից 3 օր անց, սենյակի անկյունում գտան փոքրիկ տուփ, հին լուսանկարներով, որոնք ոչ ոք երբեք չէր տեսել։ Այդ լուսանկարներից մեկի վրա դերասանի սեփական ձեռագրով գրված էր «Նա եկավ, երբ ես արդեն չէի կարող պաշտպանվել»։ Այս նկարը թաքցրել էին վերջին 10 տարիների ընթացքում եւ այն ցույց էր տալիս կին, ում դեմքը հայտնի էր բոլորին, բայց ում իրական դերը Ջիգարխանյանի կյանքում դեռևս մնում էր խորը գաղտնիք։ Ինչու էր մեծ դերասանը թաքցրել այդ լուսանկարը։ Ինչ էր գրված նկարի հակառակ կողմում, որ նրա ամենամտերիմ ընկերները երդվում էին երբեք չբացահայտել։ Ով էր այդ կինը, որի հայտնվելուց հետո 78 տարեկան ազգային հերոսը դարձավ անճանաչելի նույնիսկ իր երեխաների համար։ Այսօր, երբ արխիվները բացվել են եւ լռության պատը վերջապես փլվել է, մենք կպատմենք ճշմարտությունը, որը տասնամյակներ շարունակ թաքցնում էին նրանք, ովքեր պարտավոր էին պաշտպանել նրան։ 1958 թվականին, երբ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվեց Երևանի փոքրիկ բակում, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս երեխան կդառնա ամբողջ խորհրդային միության սիրելի դերասանը։ Նրա մայրը Կարինե Մովսիսյանը աշխատում էր գործարանում, իսկ հայրը Բորիս Գևորգի Ջիգարխանյանը եղել է պարզ հաշվապահ։ Ընտանիքը ապրում էր երկսենյականոց բնակարանում, որտեղ ջուրը բերում էին բակից, իսկ ձմռանը տաքացնում էին փայտով։ Բայց փոքրիկ Արմենի աչքերում այնպիսի կրակ էր վառվում, որ դասընկերները հիշում են մինչև օրս, նա երբեք չէր լացում, երբեք չէր գանգատվում, եւ երբ 12 տարեկանում առաջին անգամ բեմ բարձրացավ դպրոցական ներկայացման մեջ, դահլիճը լռեց այնպես, կարծես ժամանակը կանգ էր առել։ Ուսուցիչները պատմում էին, որ այդ օրը, երբ փոքրիկ Ջիգարխանյանը խաղաց հին պապի դերը, ծերունու դիմակով եւ ձեռնափայտով, դահլիճում նստած մի տատիկ սկսեց լալ, որովհետև իրոք հավատաց, թե բեմում իրական ծերունի է կանգնած։ Երբ Արմենը 19 տարեկանում մեկնեց Մոսկվա, ընդունվելու Վախտանգովի անվան թատերական ինստիտուտ, նրա մայրը 3 օր չէր կարողացել խոսել, լացից։ Նա գիտեր, որ իր որդին ունի հատուկ շնորհ, բայց վախենում էր, որ մեծ քաղաքը կուլ կտա նրան։ Սակայն Արմենը ոչ միայն ընդունվեց, այլև դարձավ ամենաշնորհալի ուսանողներից մեկը։ Նրա դասախոսները հիշում են, որ երիտասարդ Ջիգարխանյանը կարող է ժամերով նստել գրադարանում, ուսումնասիրելով Ստանիսլավսկու եւ Չեխովի մեթոդները, եւ երբ նա բեմ էր բարձրանում, ամբողջ կուրսը լռում էր։ 1978 թվականին, երբ նա ավարտեց ինստիտուտը, Մոսկվայի լավագույն թատրոնները մրցում էին նրա համար։ Նա ընտրեց Վախտանգովի թատրոնը, եւ արդեն առաջին սեզոնում նրա անունը հայտնվեց բոլոր թերթերի առաջին էջերում։ Քննադատները գրում էին. Ջիգարխանյանը ոչ թե խաղում է, այլ ապրում է բեմում։ Բայց փառքի հետ միասին եկավ նաև մենակությունը։ Երիտասարդ դերասանը ապրում էր փոքրիկ կոմունալ բնակարանում, որտեղ ջուրը կաթսայով էր տաքացնում, իսկ լոգարանը գտնվում էր միջանցքում։ Նրա հարևանները հիշում են, որ Արմենը հաճախ վերադառնում էր տուն առավոտյան ուղիղ փորձից եւ անկողնում էր առանց հանդերձները հանելու։ Նա չուներ ընտանիք, չուներ մտերիմ ընկերներ, եւ միակ սերը, որ նրան տաքացնում էր, բեմն էր։ Մինչև 1975 թվականը, երբ նա հանդիպեց Տատյանա Վլասովային։ Տատյանան աշխատում էր Թատոնի կոստյումիտրոնի կոստյումերի բաժնում, եւ առաջին անգամ նրանք խոսեցին, երբ Արմենը խնդրեց նրան կարել իր կոստյումի պատրված թևը։ Տատյանան հիշում է, որ երբ նրանց աչքերը հանդիպեցին, նա զգաց, թե ինչպես սիրտը դադարեց զարարկել։ Արմենը նույնպես հետո խոստովանեց, որ այդ պահին հասկացավ գտել է իր կեսը։ Նրանք ամուսնացան 1976 թվականի գարնանը, եւ հարսանիքին ներկա էին միայն 10 մարդ։ Տատյանան հագել էր պարզ սպիտակ զգեստ, որը ինքը կարել էր, իսկ Արմենը իր միակ կոստյումը։ Նրանք չուչունեին փող ռեստորանի համար, ուստի հարսանիքը կայացավ Տատյանայի ծնողների փոքրիկ բնակալանում, որտեղ սեղանին կային տնական պիրոգներ եւ թանկարժեք շամպայնի փոխարեն պարզ վրացական գինի։ Բայց Արմենը երջանիկ էր, այնպես ինչպես երբեք չէր եղել։ Նա վերջապես ուներ տուն, ուներ մարդ, ով սպասում էր նրան փորձից հետո եւ ով հասկանում էր նրա անհանգիստ հոգին։ Տատյանան դարձավ նրա հենարանը, նրա հանգստավայրը, նրա լույսը մութ օրերին։ 1979 թվականին ծնվեց նրանց առաջին երեխան՝ դուստր Տաթևը։ Արմենը այդ օրը լաց էր լինում երջանկությունից, եւ երբ առաջին անգամ ձեռքը վերցրեց փոքրիկ մանուկին, երդվեց, որ կանի ամեն ինչ, որպիսի նրա երեխաները երբեք չզգան այն աղքատությունը, որ ինքը զգացել էր մանկության մեջ։ Նա սկսեց աշխատել ավելի շատ, ընդունելով դերեր ոչ միայն թատրոնում, այլև կինոյում։ 1978 թվականին նկարահանվեց Տարեցների տուն ֆիլմը, որտեղ Ջիգարխանյանը խաղաց հիվանդ ծերունու դերը, եւ այդ դերի համար նա ստացավ իր առաջին պետական մրցանակը։
Քննադատները գրում էին, որ Ջիգարխանյանի խաղը այնքան իրական էր, որ դիտողները մոռանում էին, թե դա կինո է։ Փառքը եկավ արագ եւ հզոր, ինչպես ավանը, բայց փառքի հետ եկավ նաեւ մեկ այլ բան՝ ուշադրությունը։ Արմենը դարձավ ամենաճանաչելի դեմքերից մեկը խորհրդային միությունում, եւ փողոցում նրան կանգնեցնում էին, խնդրում էին ավտոգրաֆ, հրավիրում էին ընթրիքների։ Սկզբում նա վայելում էր այդ ուշադրությունը, բայց շուտով սկսեց զգալ, որ կորցնում է իր անձնական տարածքը։ Տատյանան հիշում է, որ երբ նրանք քայլում էին փողոցով, մարդիկ մոտենում էին ոչ թե Արմենին, այլ նրան, Տատյանային, եւ հարցնում էին, ինչպես է ապրել Ջիգարխանյանի հետ։ Սկզբում Տատյանան ժպտում էր եւ պատասխանում էր քաղաքավարի, բայց ժամանակի ընթացքում այդ հարցերը սկսեցին նրան ճնշել։ Նա զգում էր, որ դառնում է ոչ թե Տատյանա Վլասովա, այլ պարզապես Ջիգարխանյանի կինը։ 1981 թվականին ծնվեց նրանց երկրորդ երեխան, որդի Ստեփանը։ Արմենը այդ ժամանակ արդեն աստղ էր, եւ նրա վաստակը թույլ էր տալիս ընտանիքին ապրել հարմարավետ։ Նրանք տեղափոխվեցին ավելի մեծ բնակարան, Տատյանան թողեց աշխատանքը եւ նվիրվեց երեխաներին, իսկ Արմենը շարունակեց նվաճել նոր գագաթներ։ Նա նկարահանվեց «Մեր Բակըֆը» ֆիլմում, որը դարձավ ամենադիտված ֆիլմերից մեկը, եւ 1982 թվականին ստացավ ժողովրդական արտիստի կոչում։ Այդ օրը, երբ նրան հանձնեցին մեդալը, Արմենը լաց էր լինում, եւ երբ բարձրացավ բեմ ընդունելու պարգևը, նա ասաց միայն մեկ նախադասություն. «Շնորհակալ եմ մայրիկիս, որ հավատաց ինձ»։ Բայց փառքի ետևում թաքնված էր մի ուրիշ իրականություն, որի մասին գիտեին միայն ամենամտերիմները։ Արմենը սկսեց խմել։ Ոչ շատ, ոչ ամեն օր, բայց բավականաչափ, որպեսզի Տատյանան անհանգստանար։ Նրա ընկերները հիշում են, որ փորձերից հետո Ջիգարխանյանը հաճախ մնում էր թատրոնի բուֆետում եւ խմում էր կոնյակ, միայնակ, լուռ, խորհրդածությամբ։ Երբ Տատյանան հարցնում էր, թե ինչու է խմում, նա պատասխանում էր, որպեսզի մոռանամ, որ ես ոչ թե Արմենն եմ, այլ Ջիգարխանյանը։ Այդ խոսքերը Տատյանան չէր հասկանում, բայց զգում էր, որ ամուսինը դանդաղորեն հեռանում է նրանից։ 1985 թվականին Արմենը հանդիպեց Տատյանա Պետրովային, երիտասարդ դերասանուհուն, որը նոր էր եկել Մոսկվա։ Նրանք միասին նկարահանվեցին «Սիրո պատմություն» ֆիլմում, եւ ֆիլմի հարթակում սկսվեց այն, ինչ հետո կոչվեց «Սկանդալ»։ Արմենը եւ Տատյանա Պետրովան սկսեցին հանդիպել նաեւ նկարահանումներից դուրս, եւ շուտով ամբողջ Մոսկվան խոսում էր նրանց ռոմանի մասին։ Տատյանա Վլասովան իմացավ այդ մասին թերթերից։ Նա հիշում է, որ երբ տեսավ լուսանկարը, որտեղ Արմենը եւ Տատյանա Պետրովան նստած էին ռեստորանում, ձեռք ձեռքի մեջ, նա զգաց, թե ինչպես աշխարհը փլվում է նրա ոտքերի տակ։ Նա չլաց, չգոչեց, պարզապես հավաքեց երեխաներին եւ մեկնեց մոր մոտ։ Արմենը փորձեց բացատրել, ասաց, որ դա միայն աշխատանքային հարաբերություններ են, որ թերթերը ամեն ինչ չափազանցրել են, բայց Տատյանան այլևս չէր հավատում։ Նրանք բաժանվեցին 1986 թվականին, եւ ամուսնալուծությունը դարձավ սենսացիա։ Թերթերը գրում էին. ազգային հերոսը թողեց ընտանիքը երիտասարդ դերասանուհու համար։ Արմենը փորձեց արդարացնել, տվեց հարցազրույցներ, բայց ոչինչ չօգնեց։ Հանրությունը դատապարտեց նրան, եւ առաջին անգամ իր կյանքում Ջիգարխանյանը զգաց, թե ինչ է նշանակում լինել ատելության օբյեկտ։ Բայց ամենավատը չէր դա։ Ամենավատը այն էր, որ երեխաները դադարեցին խոսել նրա հետ։ Տաթևը, որը այդ ժամանակ 15 տարեկան էր, ասաց հորը. «Դու մեզ դավաճանեցիր»։ Այդ խոսքերը Արմենը հիշում էր մինչև կյանքի վերջ։ Տատյանա Պետրովայի հետ հարաբերությունները տևեցին միայն 2 տարի։ 1988 թվականին նրանք բաժանվեցին, եւ Արմենը մնաց միայնակ։ Նա փորձեց վերադառնալ Տատյանա Վլասովայի մոտ, բայց նա մերժեց։ Տատյանան ասաց. «Դու կոտրեցիր այն, ինչ մենք կառուցել էինք 11 տարի։ Ես չեմ կարող քեզ ներել»։ Արմենը հասկացավ, որ կորցրել է ամենակարևորը՝ իր ընտանիքը։ Նա սկսեց խմել ավելի շատ, եւ նրա ընկերները հիշում են, որ այդ տարիներին Ջիգարխանյանը հաճախ հայտնվում էր բուֆետում խմած վիճակում եւ լաց էր լինում կրկնելով. «Ես ամեն ինչ կորցրի»։ Բայց կյանքը շարունակվում էր, եւ Արմենը պետք է աշխատեր։ Նա շարունակեց նկարահանվել, շարունակեց խաղալ թատրոնում, եւ հանրությունը դանդաղորեն սկսեց ներել նրան։ 1991 թվականին, երբ խորհրդային միությունը փլվեց, Արմենը որոշեց վերադառնալ Հայաստան։ Նա ասաց. «Ես ուզում եմ մեռնել այնտեղ, որտեղ ծնվել եմ»։ Նա տեղափոխվեց Երևան, գնեց փոքրիկ տուն կենտրոնում եւ սկսեց նոր կյանք։ Հայաստանում նրան ընդունեցին որպես հերոս, եւ Արմենը զգաց, որ վերջապես տուն է վերադարձել։ Բայց մենակությունը չէր թողնում նրան։ Նա ապրում էր միայնակ, եւ նրա ընկերները հիշում են, որ երբ այցելում էին նրան, տեսնում էին տուն, որտեղ ամեն ինչ կարգին էր, բայց զգում էին մի անտանելի դատարկություն։ Արմենը խոսում էր քիչ, ժպտում էր քիչ, եւ երբ նրան հարցնում էին, թե երջանիկ է, նա պատասխանում էր. «Ես ունեմ ամեն ինչ, բացի այն բանից,
ինչ իսկապես կարևոր է։ Երբ հարցնում էին, թե ինչ է դա, նա լռում էր։ 1998 թվականին Արմենը հանդիպեց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։ Այդ հանդիպումը փոխեց ամեն ինչ։ Բայց ով էր այդ կինը եւ ինչպես նա հայտնվեց Ջիգարխանյանի կյանքում։ Ինչու նրա ընկերները սկսեցին անհանգստանալ արդեն առաջին հանդիպումից հետո։ Ինչ տեսան նրանք, որ մենք դեռ չգիտենք։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ծնվել էր 1968 թվականին Ուկրաինայում, փոքրիկ քաղաք Ժիտոմիրում։ Նրա մայրը Լյուդմիլա Ցիմբալյուկը աշխատում էր դպրոցում որպես ուսուցչուհի, իսկ հայրը Վլադիմիր Ռոմանովսկին եղել է ռազմական։ Ընտանիքը ապրում էր պարզ կյանքով, եւ փոքրիկ Վիտալինան սովորում էր լավ, երազում էր դառնալ դերասանուհի։ Նրա դասընկերները հիշում են, որ Վիտալինան միշտ էլ եղել է ուշադրության կենտրոնում, գեղեցիկ, խելացի եւ շատ հավակնոտ։ 18 տարեկանում նա մեկնեց Կիև, ընդունվելու թատերական ինստիտուտ, բայց չանցավ։ Այդ ձախողումը Վիտալինան ընդունեց ծանր, եւ նա որոշեց փոխել ուղղությունը։ 1988 թվականին Վիտալինան ամուսնացավ Սերգեյ Պետրովի հետ, հարուստ բիզնեսմենի, որը զբաղվում էր շինարարությամբ։ Սերգեյը 25 տարով ավելի մեծ էր Վիտալինայից, եւ նրանց ամուսնությունը սկսվեց շքեղությամբ։ Վիտալինան ապրում էր մեծ տանը, վարում էր թանկարժեք մեքենա եւ հաճախում էր Կիևի լավագույն ռեստորաններ։ Բայց ընկերները հիշում են, որ Վիտալինան երբեք չէր երջանիկ։ Նա ասում էր. «Ես ուզում եմ ավելին, քան պարզապես լինել հարուստ մարդու կինը»։ 1991 թվականին նրանք բաժանվեցին, եւ Վիտալինան մնաց առանց ոչինչի։ Սերգեյը, ով իրավաբան ուներ, կարողացավ ամուսնալուծության ժամանակ պահել ամբողջ գույքը, եւ Վիտալինան հայտնվեց փողոցում միայն մի փոքր ճամպրուկով։ Հաջորդ տարիները Վիտալինան ապրեց դժվարությամբ։ Նա փոխեց մի քանի աշխատանք, աշխատեց խանութում, հետո ռեստորանում, հետո գրասենյակում որպես քարտուղար։ Բայց նա երբեք չդադարեց երազել մեծ կյանքի մասին։ Նրա ընկերուհիները հիշում են, որ Վիտալինան միշտ ասում էր. «Ես դեռ կհասնեմ իմ նպատակին»։ 1996 թվականին Վիտալինան հանդիպեց Անդրեյ Կարպովին, Մոսկվայի թատրոնի տնօրենին, ով այցելել էր Կիև։ Անդրեյը տպավորվեց Վիտալինայի գեղեցկությունից եւ խելացիությունից եւ հրավիրեց նրան Մոսկվա։ Վիտալինան ընդունեց առաջարկը եւ 1997 թվականին տեղափոխվեց Մոսկվա։ Մոսկվայում Վիտալինան սկսեց աշխատել Անդրեյի թատրոնում որպես ադմինիստրատոր։ Նա էր պատասխանատու հյուրերի ընդունման եւ միջոցառումների կազմակերպման համար։ Այդ աշխատանքի շնորհիվ Վիտալինան ծանոթացավ շատ հայտնի մարդկանց՝ դերասաններ, ռեժիսորներ, բիզնեսմեններ։ Նա սովորեց, թե ինչպես շփվել նրանց հետ, ինչպես դառնալ անփոխարինելի եւ ինչպես օգտագործել իր կապերը։ Նրա գործընկերները հիշում են, որ Վիտալինան միշտ էլ գիտեր, թե ինչպես ներկայացնել իրեն լավագույն լույսի տակ։ Նա հագնում էր թանկ հագուստներ, թեև չուներ շատ փող, խոսում էր մի քանի լեզու եւ միշտ ժպտում էր։ 1998 թվականին Վիտալինան ամուսնացավ երկրորդ անգամ Իվան Սոկոլովի հետ, ով աշխատում էր որպես պրոդյուսեր։ Իվանը ներկայացրեց Վիտալինային Մոսկվայի բարձր հասարակությանը, եւ նա սկսեց հաճախել շքեղ կողմերը եւ միջոցառումները։ Բայց այդ ամուսնությունը նույնպես տևեց կարճ ժամանակ։ 1999 թվականին դրանք բաժանվեցին, եւ Վիտալինան կրկին մնաց միայնակ։ Բայց այս անգամ նա արդեն ուներ կապեր, ուներ փորձ եւ ուներ պլան։ 2000 թվականին Վիտալինան հանդիպեց Արմեն Ջիգարխանյանին։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում, մի բարեգործական միջոցառման ժամանակ, որտեղ Ջիգարխանյանը եկել էր որպես հյուր։ Վիտալինան այդ ժամանակ աշխատում էր որպես միջոցառման կազմակերպիչ, եւ նա էր պատասխանատու հյուրերի ընդունման համար։ Երբ Ջիգարխանյանը մտավ դահլիճ, Վիտալինան մոտեցավ նրան, ներկայացավ եւ առաջարկեց ուղեկցել նրան։ Ջիգարխանյանը, ով այդ ժամանակ արդեն 61 տարեկան էր, տպավորվեց Վիտալինայի գեղեցկությունից եւ ուշադրությունից։ Նրանք խոսեցին ամբողջ երեկո, եւ երբ միջոցառումը ավարտվեց, Ջիգարխանյանը խնդրեց Վիտալինայի հեռախոսահամարը։ Հաջորդ օրը Ջիգարխանյանը զանգահարեց Վիտալինային եւ հրավիրեց նրան ընթրիքի։ Վիտալինան ընդունեց, եւ նրանք հանդիպեցին Մոսկվայի կենտրոնում գտնվող շքեղ ռեստորանում։ Ջիգարխանյանը պատմեց Վիտալինային իր կյանքի մասին, իր փառքի, իր ձախողումների, իր մենակության մասին։ Վիտալինան լսում էր ուշադիր, համակրում էր եւ ասում էր ճիշտ խոսքերը ճիշտ պահին։ Ջիգարխանյանը զգաց, որ վերջապես գտել է մարդ, ով իրոք հասկանում է նրան։ Նրանք սկսեցին հանդիպել կականոնավոր, եւ շուտով Ջիգարխանյանը հայտարարեց, որ սիրահարվել է։ Բայց Ջիգարխանյանի ընկերները սկսեցին անհանգստանալ։ Նրանք տեսնում էին, որ Վիտալինան շատ արագ մտավ Ջիգարխանյանի կյանք եւ շատ արագ սկսեց վերահսկել նրա ամեն քայլը։ Նրա մտերիմ բարեկամ Գևորգ Մարտիրոսյանը հիշում է.
Ես նկատեցի, որ Արմենը փոխվեց։ Նա դադարեց զանգահարել մեզ, դադարեց հանդիպել մեզ հետ։ Երբ մենք փորձում էինք հասնել նրան, Վիտալինան պատասխանում էր հեռախոսին եւ ասում էր, որ Արմենը զբաղված է։ Մեկ այլ ընկեր, Վահագն Խաչատրյանը հիշում է. մենք փորձեցինք խոսել Արմենի հետ, բայց նա չէր լսում։ Նա ասում էր, որ Վիտալինան միակ մարդն է, ով իրոք հոգ է տանում նրա մասին։ 1201 թվականին Ջիգարխանյանը եւ Վիտալինան ամուսնացան։ Հարսանիքը տեղի ունեցավ Մոսկվայում, եւ այնտեղ ներկա էին միայն մի քանի մտերիմ ընկերներ։ Ջիգարխանյանի երեխաները, Տաթևը եւ Ստեփանը, չեկան հարսանիքին։ Տաթևը հետո ասաց. ես չէի կարող նայել, թե ինչպես մի օտար կին տանում է իմ հորը։ Բայց Ջիգարխանյանը երջանիկ էր, կամ գոնե այդպես թվում էր։ Նա ասում էր. Վիտալինան փրկեց ինձ մենակությունից։ Բայց շուտով սկսեցին լսվել տարօրինակ պատմություններ։ Ջիգարխանյանի հին ընկերները պատմում էին, որ երբ փորձում էին այցելել նրան, Վիտալինան չէր թողնում նրանց մտնել տուն։ Նա ասում էր, որ Ջիգարխանյանը հիվանդ է, կամ հոգնած է, կամ ուզում է հանգստանալ։ Երբ ընկերները պնդում էին, Վիտալինան բարկանում էր եւ ասում էր. դուք չեք հասկանում, թե ինչ է լավագույնը Արմենի համար։ Դանդաղորեն Ջիգարխանյանը սկսեց կտրվել իր հին կյանքից։ Նա դադարեց հանդիպել ընկերներին, դադարեց զանգահարել երեխաներին եւ դադարեց աշխատել այնքան ակտիվ, որքան առաջ։ 1202 թվականին Ջիգարխանյանը եւ Վիտալինան տեղափոխվեցին Մոսկվայից Երևան։ Վիտալինան ասաց, Ջորջ Ջիգարխանյանը պետք է լինի իր հայրենիքում, որտեղ նրան սիրում են եւ հարգում են։ Բայց Երևանում նրանք ապրեցին փակ կյանքով։ Ջիգարխանյանը հազվադեպ էր դուրս գալիս տնից, եւ երբ դուրս էր գալիս, միշտ Վիտալինան էր նրա հետ։ Նրա հին ընկերները Երևանում փորձեցին հանդիպել նրա հետ, բայց Վիտալինան միշտ գտնում էր պատճառ մերժելու նրանց։ Ինչու էր Վիտալինան այդքան վերահսկում Ջիգարխանյանի կյանքը։ Ինչ էր նա վախենում, որ ուրիշները կտեսնեն։ Ինչպես էր Ջիգարխանյանը զգում իրեն այդ ամենի մեջ։ Արդյոք նա իսկապես երջանիկ էր, թե պարզապես չէր կարողանում խոսել։ 1205 թվականին Ջիգարխանյանի երեխաները Տաթևը եւ Ստեփանը որոշեցին այցելել հորը Երևանում։ Նրանք չէին տեսել նրան արդեն 3 տարի եւ անհանգստանում էին նրա առողջության համար։ Երբ նրանք հասան Ջիգարխանյանի տուն եւ զանգեցին դռանը, Վիտալինան բացեց դուռը, բայց չթողեց նրանց մտնել։ Նա ասաց. ձեր հայրը հիվանդ է եւ չի կարող տեսնել ձեզ։ Տաթևը պնդեց, ասաց, որ նրանք եկել են հեռվից եւ պետք է տեսնեն հորը, բայց Վիտալինան չէր զիջում։ Վերջապես Ստեփանը բարձրացրեց ձայնը եւ ասաց. մենք ուզում ենք տեսնել մեր հորը եւ դուք չեք կարող մեզ արգելել։ Վիտալինան սառեց, հետո դանդաղ ժպտաց եւ ասաց. լավ, բայց միայն 5 րոպե։ Երբ Տաթևը եւ Ստեփանը մտան տուն, դրանք տեսան հորը, նստած բազկաթոռում, նիհար, գունատ եւ տարօրինակ լուռ։ Ջիգարխանյանը նայեց երեխաներին, բայց նրա աչքերում չկար այն ջերմությունը, որը նրանք հիշում էին։ Տաթևը մոտեցավ հորը, գրկեց նրան եւ զգաց, թե որքան նիհար է նա դարձել։ Նա հարցրեց. հայր, ինչպես ես զգում քեզ։ Ջիգարխանյանը լուռ նայեց նրան, հետո դանդաղ ասաց. ես լավ եմ։ Բայց նրա ձայնը թույլ էր, եւ Տաթևը զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Ստեփանը փորձեց խոսել հոր հետ, հարցրեց նրա առողջության, նրա աշխատանքի մասին, բայց Ջիգարխանյանը պատասխանում էր կարճ, կարծես վախենում էր ինչ-որ բանից։ 5 րոպե անց Վիտալինան մտավ սենյակ եւ ասաց. ժամանակը վերջացավ, ձեր հայրը պետք է հանգստանա։ Տաթևը փորձեց բողոքել, բայց Վիտալինան արդեն բացել էր դուռը եւ սպասում էր, որ նրանք դուրս գան։ Երբ Տաթևը եւ Ստեփանը դուրս եկան տնից, նրանք նստեցին մեքենայում եւ լացեցին։ Տաթևը ասաց. դա մեր հայրը չէր, դա մի ուրիշ մարդ էր։ Ստեփանը համաձայնեց եւ ասաց. մենք պետք է ինչ-որ բան անենք։ Բայց ինչ կարող էին անել նրանք։ Ջիգարխանյանը չափահաս էր եւ եթե նա ուզում էր ապրել Վիտալինայի հետ, ոչ ոք չէր կարող արգելել նրան։ Տաթևը եւ Ստեփանը փորձեցին խոսել իրավաբանների հետ, բայց իրավաբանները ասացին, որ եթե Ջիգարխանյանը ինքը չի բողոքում, նրանք ոչինչ չեն կարող անել։ Երեխաները զգացին անօգնական եւ միակ բանը, որ կարող էին անել, սպասել էր եւ հուսալ, որ հայրը մի օր կզարթնի եւ կհասկանա, թե ինչ է կատարվում։ 1206 թվականին Ջիգարխանյանի հին ընկերներից մեկը, Գևորգ Մարտիրոսյանը, որոշեց գործել։ Նա գիտեր, որ Ջիգարխանյանը վտանգի մեջ է եւ որ Վիտալինան վերահսկում է նրա ամբողջ կյանքը։ Գևորգը զանգահարեց Ջիգարխանյանին, բայց Վիտալինան պատասխանեց հեռախոսին եւ ասաց, որ Ջիգարխանյանը չի կարող խոսել։ Գևորգը պնդեց, ասաց, որ դա շատ կարևոր է, բայց Վիտալինան կտրեց զանգը։ Գևորգը որոշեց գնալ Ջիգարխանյանի տուն անձամբ։ Երբ Գևորգը հասավ տուն եւ զանգեց դռանը, Վիտալինան բացեց դուռը, բայց չթողեց նրան մտնել։ Նա ասաց. Արմենը չի ուզում տեսնել ձեզ։
Գևորգը չհավատաց եւ ասաց. «Ես ուզում եմ լսել դա Արմենի բերանից»։ Վիտալինան սառեց, հետո ասաց. «Եթե դուք չհեռանաք հիմա, ես կզանգահարեմ ոստիկանություն»։ Գևորգը հասկացավ, որ չի կարող անել ոչինչ եւ հեռացավ, բայց նա չդադարեց։ Նա սկսեց հավաքել ապացույցներ, խոսեց Ջիգարխանյանի այլ ընկերների հետ եւ դանդաղորեն սկսեց հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում։ Ըստ Գևորգի եւ այլ ընկերների, Վիտալինան դանդաղորեն մեկուսացրեց Ջիգարխանյանին բոլորից։ Նա վերահսկում էր նրա հեռախոսը, նրա նամակները, նրա այցելուները։ Նա որոշում էր, թե ով կարող է տեսնել Ջիգարխանյանին եւ ով ոչ։ Նա նույնիսկ վերահսկում էր Ջիգարխանյանի ֆինանսները եւ ըստ որոշ աղբյուրների սկսեց փոխանցել Ջիգարխանյանի գումարները իր սեփական հաշիվներին։ Բայց ամենավատը չէր դա։ Ամենավատը այն էր, որ Ջիգարխանյանը կարծես չէր նկատում, թե ինչ է կատարվում։ Նա ապրում էր կարծես մի պղպճակի մեջ, որտեղ միակ իրականությունը Վիտալինան էր։ 1208 թվականին Ջիգարխանյանի առողջությունը սկսեց վատանալ։ Նա սկսեց ունենալ հիշողության խնդիրներ, դժվարանում էր քայլել եւ հաճախ շփոթվում էր։ Բժիշկները ասացին, որ դա կարող է լինել տարիքի հետևանք, բայց Ջիգարխանյանի ընկերները կասկածում էին, որ ինչ-որ բան ավելին է։ Նրանք հիշում էին, որ Ջիգարխանյանը միշտ եղել է սուր միտքը եւ ուժեղ մարմնով, եւ այդ արագ վատացումը թվում էր անբնական։ Բայց երբ նրանք փորձեցին խոսել Վիտալինայի հետ, նա ասաց. «Դուք չեք հասկանում։ Արմենը ծերացել է, եւ ես եմ միակը, ով կարող է հոգ տանել նրա մասին»։ Բայց արդյոք Վիտալինան իսկապես հոգ էր տանում Ջիգարխանյանի մասին, թե ուներ այլ նպատակներ։ Ինչու էր նա այդքան վախենում, որ Ջիգարխանյանը կխոսի իր հին ընկերների հետ։ Ինչ էր նա թաքցնում, եւ ինչու Ջիգարխանյանը լռում էր։ Արդյոք նա իսկապես չէր նկատում, թե ինչ է կատարվում, թե պարզապես չէր կարողանում խոսել։ 1209 թվականին Ջիգարխանյանի դուստր Տաթևը որոշեց գործել ավելի ակտիվ։ Նա գիտեր, որ հայրը վտանգի մեջ է, եւ որ եթե նա չանի ինչ-որ բան հիմա, կարող է ուշ լինել։ Տաթևը դիմեց դատարան պահանջելով, որ Վիտալինային արգելվի մոտենալ Ջիգարխանյանին եւ որ նրան նշանակվի խնամակալ։ Բայց դատարանը մերժեց Տաթևի պահանջը, ասելով, որ Ջիգարխանյանը չափահաս է եւ կարող է ինքը որոշել, թե ում հետ ապրել։ Տաթևը փորձեց բողոքել, բայց դատարանը չփոխեց իր որոշումը։ Տաթևը զգաց անօգնական, բայց չդադարեց։ Նա սկսեց խոսել լրագրողների հետ, պատմեց իր պատմությունը, ությունը, եւ շուտով ամբողջ Հայաստանը խոսում էր Ջիգարխանյանի եւ Վիտալինայի մասին։ Թերթերը գրում էին. «Ազգային հերոսը գերի է իր կնոջ մոտ»։ Հեռուստատեսությունները ցույց էին տալիս հարցազրույցներ Ջիգարխանյանի ընկերների հետ, ովքեր պատմում էին, թե ինչպես Վիտալինան մեկուսացրել է Ջիգարխանյանին։ Հանրությունը բաժանվեց երկու ճամբարի։ Մի մասը հավատում էր Տաթևին, իսկ մյուս մասը պաշտպանում էր Վիտալինային։ Վիտալինան տվեց հարցազրույց, որտեղ ասաց. «Ես սիրում եմ Արմենին, եւ ամեն ինչ անում եմ նրա համար։ Նրա երեխաները չեն հոգում նրա մասին, նրանք միայն ուզում են նրա փողը»։ Այդ խոսքերը բարկացրին Տաթևին եւ Ստեփանին, եւ նրանք պատասխանեցին սեփական հարցազրույցով, որտեղ ասացին. «Մենք երբեք չենք ուզել մեր հոր փողը։ Մենք միայն ուզում ենք, որ նա ազատ լինի»։ Բայց Ջիգարխանյանը լռում էր։ Նա չտվեց հարցազրույց, չխոսեց հանրության հետ եւ շարունակեց ապրել փակ կյանքով Վիտալինայի հետ։ Նրա ընկերները հարցնում էին իրենց, ցցնում էին իրենց. արդյոք Արմենը իսկապես երջանիկ է, թե պարզապես չի կարողանում խոսել։ Ոմանք հավատում էին, որ Ջիգարխանյանը իսկապես սիրում է Վիտալինային եւ ուզում է լինել նրա հետ։ Ուրիշները կասկածում էին, որ Վիտալինան վերահսկում է Ջիգարխանյանին այնպես, որ նա չի կարող խոսել։ 1218 թվականին Ջիգարխանյանի առողջությունը շարունակեց վատանալ։ Նա սկսեց ունենալ լուրջ հիշողության խնդիրներ եւ ըստ որոշ աղբյուրների նա այլևս չէր ճանաչում նույնիսկ իր երեխաներին։ Բժիշկները ասացին, որ Ջիգարխանյանը ունի դեմենցիայի նշաններ եւ որ նրա վիճակը կարող է միայն վատանալ։ Վիտալինան ասաց, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի հոգ տանի Ջիգարխանյանի մասին, բայց Ջիգարխանյանի ընկերները չէին հավատում նրան։ Նրանք հիշում էին, թե ինչպես Ջիգարխանյանը փոխվեց Վիտալինայի հայտնվելուց հետո։ Նրանք հիշում էին, թե ինչպես նա դանդաղորեն կտրվեց իր հին կյանքից, իր ընկերներից, իր երեխաներից։ Նրանք հիշում էին, թե ինչպես նա դարձավ ստվեր, այն մարդու, ով նա եղել էր։ Եվ նրանք հարցնում էին իրենց. արդյոք մենք կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի կանխենք դա։ Բայց ամենակարևոր հարցը մնում էր անպատասխան։ Ով էր իսկապես Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ ինչու նա հայտնվեց Ջիգարխանյանի կյանքում։ Արդյոք նա իսկապես սիրում էր նրան, թե ուներ այլ նպատակներ։ Ինչու էր նա այդքան վախենում, որ Ջիգարխանյանը կխոսի իր հին ընկերների հետ։ Ինչ էր նա թաքցնում եւ ինչու Ջիգարխանյանը լռում էր մինչեւ վերջ։
Երբ Վիտալինայի նախկին գործընկերներից մեկը, Մարինա Սավելևան, որոշեց խոսել հանրության հետ 2013 թվականին, նա բերեց իր հետ մի փոքրիկ տետր, սև կաշվե կազմով, որտեղ Վիտալինան գրել էր իր նպատակների ցանկը։ Այդ տետրը Մարինան գտել էր 1998 թվականին, երբ նրանք միասին աշխատում էին Մոսկվայի թատրոնում։ Տետրի առաջին էջում մանրագիր տառերով գրված էր. «Ես պետք է գտնեմ հարուստ, հայտնի, միայնակ մարդ, ով կախված կլինի ինձնից»։ Հաջորդ էջերում կային անուններ, հայտնի դերասաններ, ռեժիսորներ, բիզնեսմեններ եւ յուրաքանչյուր անվան կողքին նշումներ. շատ երիտասարդ, ունի ուժեղ ընտանիք, չափազանց խելացի։ Բայց վերջին էջում կարմիր մարկերով շրջանակված գրված էր մեկ անուն. Արմեն Ջիգարխանյան։ Կողքին 3 բառ. կատարյալ թիրախ, միայնակ։ Մարինան ասաց լրագրողներին. երբ տեսա այդ տետրը սարսափեցի, բայց Վիտալինան ժպտաց եւ ասաց, դա պարզապես երազանքներ են։ Ես հավատացի նրան։ Այժմ հասկանում եմ, որ սխալվել եմ։ Արդյոք Վիտալինան իսկապես պլանավորել էր ամեն ինչ տարիներ առաջ, թե Մարինան հորինում էր այդ պատմությունը։ Ինչու Վիտալինան երբեք չհերքեց այդ մեղադրանքները եւ ինչու Ջիգարխանյանը շարունակեց լռել, երբ ամբողջ երկիրը խոսում էր նրա մասին։ 2013 թվականի աշնանը, երբ սկանդալը հասավ իր գագաթնակետին, Վիտալինան կազմակերպեց Մամլո ասուլիս, Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցի դահլիճում։ Նա հագել էր սև կոստյում, նրա մազերը խստորեն հավաքված էին, եւ երբ նա մտավ դահլիճ, լրագրողները լռեցին։ Վիտալինան նստեց սեղանի ետևը, դանդաղ խմեց մի կում ջուր եւ սկսեց խոսել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառ արտասանում էր այնպես, կարծես դանակ էր խրում լսողների մեջ։ Նա ասաց. Արմեն Բորիսովիչը, իմ ամուսինը, մարդ է, ում ես սիրում եմ ամբողջ սրտով։ Նրա երեխաները, ովքեր տարիներ շարունակ չեն այցելել նրան, այժմ հանկարծ հիշեցին, որ ունեն հայր։ Բայց ոչ այն ժամանակ, երբ նա միայնակ էր եւ տառապում էր։ Ոչ այն ժամանակ, երբ նա լաց էր լինում գիշերները մենակությունից։ Դրանք հիշեցին միայն հիմա, երբ տեսան, որ նա երջանիկ է ինձ հետ։ Լրագրողները սկսեցին հարցեր տալ, բայց Վիտալինան բարձրացրեց ձեռքը եւ շարունակեց. Ես չեմ թույլ տա, որ ոչ ոք վնասի Արմեն Բորիսովիչին, ոչ նրա երեխաները, ոչ նրա նախկին ընկերները, ովքեր լքեցին նրան, երբ նա ամենաշատն էր կարիք ունեցել նրանց։ Ես եմ այստեղ եւ ես կմնամ այստեղ մինչեւ վերջ։ Բայց Մամլո ասուլիսից հետո, երբ Վիտալինան վերադարձավ տուն, տեղի ունեցավ ինչ-որ բան, որի մասին պատմեց միայն տան աշխատակիցներից մեկը, տնային օգնական Աննա Գրիգորյանը։ Աննան աշխատում էր Ջիգարխանյանի տանը 2011 թվականից, եւ նա տեսել էր ամեն ինչ։ Աննան հետո, երբ նա արդեն չէր աշխատում այնտեղ, պատմեց իր ընկերուհուն, ով հետո պատմեց լրագրողներին։ Ըստ Աննայի, երբ Վիտալինան վերադարձավ տուն Մամլո ասուլիսից, նա մտավ Ջիգարխանյանի սենյակ եւ փակեց դուռը։ Աննան, ով այդ պահին մաքրում էր միջանցքը, լսեց, թե ինչպես Վիտալինան բարձրացրեց ձայնը։ Նա ասում էր. Դու պետք է հասկանաս, Արմեն, որ ես եմ միակը, ով իսկապես հոգ է տանում քո մասին։ Եթե դու խոսես քո երեխաների հետ, եթե դու թույլ տաս նրանց մտնել այս տուն, ամեն ինչ, ինչ մենք կառուցել ենք, կփլվի։ Ջիգարխանյանի ձայնը լսվեց թույլ, գրեթե շշուկով, բայց նրանք իմ երեխաներն են։ Վիտալինան պատասխանեց. Նրանք քեզ լքեցին, ես եմ այստեղ, միայն ես։ Աննան ասաց, որ այդ օրից հետո Ջիգարխանյանը դարձավ ավելի լուռ, ավելի հեռավոր։ Նա նստում էր իր սենյակում, նայելով պատուհանից դուրս, եւ երբ Աննա, դուք կարող եք գնալ, ես ինքս կհոգ տանեմ Արմեն Բորիսովիչի մասին։ Աննան դուրս եկավ սենյակից, եւ երբ նա նայեց հետ, տեսավ, թե ինչպես Վիտալինան փակեց դուռը եւ շուռ եկավ դեպի Ջիգարխանյան։ 2014 թվականին Աննա Գրիգորյանը հեռացավ աշխատանքից։ Ըստ պաշտոնական տարբերակի, Աննան ինքը որոշեց հեռանալ, բայց Աննան հետո ասաց, որ Վիտալինան հեռացրեց նրան, որովհետև նա չափազանց շատ բան էր տեսել։ Աննան փորձեց խոսել Ջիգարխանյանի երեխաների հետ, պատմել նրանց, թե ինչ է կատարվում տանը, բայց Տաթևը եւ Ստեփանը այդ ժամանակ արդեն այնքան հոգնած էին պայքարից, որ չգիտեին, թե ինչ անել։ Նրանք փորձել էին ամեն ինչ՝ դատարան, լրատվամիջոցներ, հանրային կարծիք, բայց ոչինչ չէր օգնում։ Ջիգարխանյանը շարունակում էր ապրել Վիտալինայի հետ, եւ ոչ ոք չէր կարող հասնել նրան։ Բայց 2015 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Ջիգարխանյանի հին ընկերներից մեկը, Վահագն Խաչատրյանը, ստացավ անանուն նամակ։ Նամակը եկել էր սովորական փոստով, եւ երբ Վահագնը բացեց այն, ներսում գտավ 3 լուսանկար եւ մի փոքրիկ թերթիկ, ձեռագիր նշումներով։ Առաջին լուսանկարում երևում էր Վիտալինան, նստած ռեստորանում մի անծանոթ տղամարդու հետ, եւ նրանք խոսում էին շատ մտերիմ։
Երկրորդ լուսանկարում Վիտալինան փոխանցում էր այդ տղամարդուն մի ծրար։ Երրորդ լուսանկարում տղամարդը հաշվում էր փողը։ Թերթիկի վրա գրված էր. այս տղամարդը Վիտալինայի նախկին սիրեկանն է։ Նրանք դեռ հանդիպում են։ Վիտալինան տալիս է նրան Ջիգարխանյանի փողերը։ Վահագնը չգիտեր, թե ինչ անել այդ լուսանկարների հետ։ Նա չգիտեր, թե ով է ուղարկել դրանք եւ արդյոք դրանք իսկական են, բայց նա որոշեց ցույց տալ դրանք Տաթևին եւ Ստեփանին։ Երբ Տաթևը տեսավ լուսանկարները, նա զգաց, թե ինչպես արյունը սառեց նրա երակներում։ Նա ասաց. «Մենք պետք է գտնենք այդ տղամարդուն»։ Ստեփանը համաձայնեց եւ նրանք սկսեցին հետաքննություն։ Նրանք ցույց տվեցին լուսանկարները մասնավոր հետաքննիչին, ով սկսեց փնտրել այդ տղամարդուն։ 2 շաբաթ անց հետաքննիչը գտավ ննիչը։ Գտավ նրան։ Տղամարդու անունը Դմիտրի Կուզնեցով էր եւ նա ապրում էր Մոսկվայում։ Դմիտրին 1203 թվականից մինչև 1204 թվականը եղել է Վիտալինայի սիրեկանը եւ նրանք բաժանվել էին, երբ Վիտալինան ամուսնացել էր Ջիգարխանյանի հետ։ Բայց ըստ հետաքննիչի Դմիտրին եւ Վիտալինան շարունակել էին հանդիպել գաղտնի։ Հետաքննիչը գտավ բանկային փոխանցումների գրառումներ, որոնք ցույց էին տալիս, որ Վիտալինան կանոնավոր փոխանցում էր մեծ գումարներ Դմիտրիի հաշվին։ Այդ գումարները գալիս էին Ջիգարխանյանի հաշվից։ Երբ Տաթևը եւ Ստեփանը իմացան այդ մասին, դրանք որոշեցին դիմել դատարան նոր ապացույցներով։ Նրանք պահանջեցին, որ Վիտալինային արգելվի մուտք գործել Ջիգարխանյանի ֆինանսական հաշիվները եւ որ Ջիգարխանյանին նշանակվի անկախ խնամակալ։ Դատատարանը ընդունեց նրանց դիմումը եւ նշանակեց լսում։ Բայց մինչև լսումը Վիտալինան արեց ինչ-որ բան, որը ցնցեց բոլորին։ Նա հայտարարեց, որ Ջիգարխանյանը հիվանդ է եւ որ նա չի կարող ներկայանալ դատարան։ Նա ներկայացրեց բժշկական տեղեկանք, որտեղ գրված էր, որ Ջիգարխանյանը ունի լուրջ հիշողության խնդիրներ եւ չի կարող ինքնուրույն որոշում ներկայացնել։ Տաթևը եւ Ստեփանը չհավատացին այդ տեղեկանքին։ Նրանք պահանջեցին, որ Ջիգարխանյանը զննվի անկախ բժիշկների կողմից, բայց դատարանը մերժեց նրանց պահանջը, ասելով, որ Վիտալինայի ներկայացրած տեղեկանքը բավարար է։ Տաթևը զգաց, որ դատարանը կողմ է Վիտալինային եւ որ նրանք երբեք չեն կարողանա հասնել հորը։ Նա նստեց դատարանի դահլիճում եւ լաց եղավ անօգնականությունից։ Բայց 1216 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը տվեց նոր հույս։ Ջիգարխանյանի նախկին բժիշկը Դավիթ Հարությունյանը, ով բուժել էր նրան տարիներ շարունակ, որոշեց խոսել։ Դավիթը ասաց, որ Ջիգարխանյանը երբեք չի ունեցել լուրջ հիշողության խնդիրներ եւ որ Վիտալինայի ներկայացրած բժշկական տեղեկանքը կեղծ է։ Դավիթը ասաց. «Ես զննեցի Արմեն Բորիսովիչին 1213 թվականին եւ նա լիովին առողջ էր։ Նրա միտքը սուր էր, նրա հիշողությունը գերազանց էր։ Այնինչ Վիտալինան ներկայացրեց դատարանին, սուտ է»։ Դավիթի հայտարարությունը ստեղծեց սենսացիա։ Լրատվամիջոցները սկսեցին խոսել կեղծ բժշկական տեղեկանքների մասին, եւ դատարանը ստիպված եղավ նշանակել նոր լսում։ Այս անգամ դատարանը պահանջեց, որ Ջիգարխանյանը զննվի 3 անկախ բժիշկների կողմից։ Վիտալինան փորձեց բողոքել, բայց դատարանը չփոխեց իր որոշումը։ Բժիշկները նշանակվեցին եւ նրանց տրվեց թույլտվություն այցելել Ջիգարխանյանին տանը։ Բայց երբ բժիշկները հասան Ջիգարխանյանի տուն, Վիտալինան չթողեց նրանց մտնել։ Նա ասաց, որ Ջիգարխանյանը հիվանդ է եւ չի կարող տեսնել ոչ ոքի։ Բժիշկները բացատրեցին, որ նրանք ունեն դատարանի որոշում, բայց Վիտալինան չէր զիջում։ Վերջապես բժիշկները զանգահարեցին ոստիկանություն եւ միայն ոստիկանության ներկայությամբ Վիտալինան ստիպված եղավ բացել դուռը։ Երբ բժիշկները մտան տուն եւ տեսան Ջիգարխանյանին, նրանք ցնցվեցին։ Ջիգարխանյանը նստած էր բազկաթոռում, նիհար, գունատ եւ տարօրինակ լուռ։ Բժիշկները սկսեցին զննել նրան եւ շուտով հասկացան, որ Ջիգարխանյանը ունի ոչ միայն հիշողության խնդիրներ, այլև սննդային անբավարարություն եւ հիդրացիայի պակաս։ Բժիշկներից մեկը հետո ասաց. «Ջիգարխանյանը նման էր մարդու, ով երկար ժամանակ չի ստացել բավարար սնունդ եւ խնամք։ Նրա մարմինը սովածության նշաններ ուներ»։ Բժիշկները հարցրին Վիտալինային, թե ինչու Ջիգարխանյանը այդպիսի վիճակում է, բայց Վիտալինան ասաց, որ Ջիգարխանյանը ինքը հրաժարվում է ուտել եւ որ նա անում է ամեն ինչ, որպեսզի համոզի նրան։ Բայց բժիշկները չհավատացին նրան։ Նրանք տեսան, որ Ջիգարխանյանը վախենում է Վիտալինայից եւ որ երբ Վիտալինան սենյակում է, Ջիգարխանյանը լռում է եւ նայում է ներքև։ Բժիշկները ներկայացրին իրենց եզրակացությունը դատարանին եւ դատարանը վերջապես որոշեց, որ Ջիգարխանյանին պետք է նշանակվի անկախ խնամակալ։ Վիտալինան փորձեց բողոքել, բայց դատարանը չփոխեց իր որոշումը։ Խնամակալ նշանակվեց Տաթևը եւ նրան տրվեց իրավունք այցելել հորը ցանկացած ժամանակ։ Բայց արդյոք այդ որոշումը փրկեց Ջիգարխանյանին, թե ուշ էր արդեն։ Ինչպես արձագանքեց Վիտալինան այդ որոշմանը եւ ինչ արեց նա, երբ հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը։
Արդյոք Ջիգարխանյանը վերջապես կարողացավ խոսել, թե շարունակեց լռել մինչև վերջ։ 1216 թվականի նոյեմբերի 28-րդ օրը, երբ Տաթևը առաջին անգամ մտավ հոր տուն որպես պաշտոնական խնամակալ, նա զգաց, թե ինչպես սիրտը դողում է նրա կրծքում։ Վիտալինան բացեց դուռը, բայց այս անգամ նրա դեմքին չկար այն սառը ժպիտը, որը Տաթևը հիշում էր։ Վիտալինան նայեց Տաթևին այնպիսի աչքերով, որտեղ խառնված էին ատելությունը եւ վախը։ Նա ասաց. «Դուք կարող եք մտնել, բայց ես չեմ թողնի, որ դուք վնասեք նրան»։ Տաթևը չպատասխանեց, պարզապես անցավ Վիտալինայի կողքով եւ մտավ հոր սենյակ։ Ջիգարխանյանը նստած էր բազկաթոռում, նույն տեղում, որտեղ բժիշկները տեսել էին նրան։ Երբ նա տեսավ Տաթևին, նրա աչքերում փայլեց ինչ-որ բան՝ ճանաչում, հույս, թե վախ։ Տաթևը մոտեցավ հորը, ծնրադրեց նրա առջև եւ բռնեց նրա ձեռքերը։ Նա ասաց. «Հայր, ես այստեղ եմ։ Ես եկել եմ քեզ տանելու տուն»։ Ջիգարխանյանը նայեց դստերը եւ նրա շուրթերը դողացին, կարծես փորձում էր ինչ-որ բան ասել։ Բայց այդ պահին Վիտալինան մտավ սենյակ եւ ասաց. «Նա չի կարող գնալ ոչ միտեղ, նա հիվանդ է»։ Տաթևը շուռ եկավ դեպի Վիտալինա եւ ասաց. «Ես ունեմ դատարանի որոշում, իմ հայրը գալիս է ինձ հետ»։ Վիտալինան սառեց, հետո դանդաղ ժպտաց եւ ասաց. «Դուք կարող եք վերցնել նրան, բայց նա չի ուզում գնալ ձեզ հետ։ Հարցրեք նրան»։ Տաթևը նայեց հորը եւ հարցրեց. «Հայր, դու ուզում ես գալ ինձ հետ»։ Ջիգարխանյանը նայեց Տաթևին, հետո Վիտալինային եւ նրա աչքերում Տաթևը տեսավ այնպիսի վախ, որը նրան սառեցրեց։ Ջիգարխանյանը շշուկով ասաց. Ես չգիտեմ։ Տաթևը հասկացավ, որ հայրը վախենում է Վիտալինայից եւ որ նա չի կարող ազատորեն խոսել, երբ Վիտալինան սենյակում է։ Նա ասաց Վիտալինային. «Ես ուզում եմ խոսել իմ հոր հետ միայնակ»։ Վիտալինան ժպտաց եւ ասաց. «Ես չեմ թողնի ձեզ միայնակ նրա հետ։ Դուք կարող եք ասել ինչ-որ բան, որը կվնասի նրան»։ Տաթևը զգաց, թե ինչպես բարկությունը բորբոքվում է նրա մեջ, բայց նա գիտեր, որ պետք է մնա հանգիստ։ Նա հանեց հեռախոսը եւ զանգահարեց իր իրավաբանին։ Իրավաբանը եկավ 15 րոպե անց, եւ նա բացատրեց Վիտալինային, որ ըստ դատարանի որոշման Տաթևը ունի իրավունք խոսել հոր հետ միայնակ։ Վիտալինան փորձեց բողոքել, բայց իրավաբանը ասաց, որ եթե նա չհեռանա սենյակից, նրանք կկանչեն ոստիկանություն։ Վիտալինան նայեց Ջիգարխանյանին, եւ Տաթևը տեսավ, թե ինչպես Վիտալինայի աչքերը փոխանցում են մի լուր հաղորդագրություն։ Հետո Վիտալինան դուրս եկավ սենյակից, բայց դուռը թողեց բաց։ Տաթևը փակեց դուռը, վերադարձավ հոր մոտ եւ նորից ծնրադրեց նրա առջև։ Նա ասաց. «Հայր, ես գիտեմ, որ դու վախենում ես, բայց ես այստեղ եմ եւ ես քեզ չեմ թողնի։ Խնդրում եմ, ասա ինձ, ինչ է կատարվում»։ Ջիգարխանյանը նայեց դստերը եւ նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա շշուկով ասաց. «Նա չի թողնում ինձ խոսել։ Նա ասում է, որ եթե ես խոսեմ, նա կգնա եւ ես կմնամ միայնակ»։ Տաթևը զգաց, թե ինչպես սիրտը պատռվում է նրա կրծքում։ Նա ասաց. «Դու չես լինի միայնակ։ Ես այստեղ եմ, Ստեփանը այստեղ է, մենք սիրում ենք քեզ»։ Ջիգարխանյանը լաց եղավ եւ Տաթևը գրկեց նրան։ Նրանք նստեցին այնպես մի քանի րոպե եւ Տաթևը զգաց, թե որքան նիհար է դարձել հայրը, որքան թույլ։ Նա հարցրեց. «Հայր, դու ուզում ես գալ ինձ հետ»։ Ջիգարխանյանը նայեց դստերը եւ դանդաղ գլխով հաստատեց։ Տաթևը զգաց, թե ինչպես հույսը վերադառնում է նրա մեջ։ Նա ասաց. «Լավ, ես կվերցնեմ քեզ հիմա։ Մենք կգնանք իմ տուն եւ դու կլինես անվտանգ»։ Բայց երբ Տաթևը օգնեց հորը ոտքի կանգնել եւ սկսեց տանել նրան դեպի դուռը, Վիտալինան մտավ սենյակ։ Նա ասաց. «Դուք չեք կարող վերցնել նրան, նա իմ ամուսինն է»։ Տաթևը շուռ եկավ դեպի Վիտալինա եւ ասաց. «Նա նաեւ իմ հայրն է եւ ես ունեմ դատարանի որոշում»։ Վիտալինան նայեց Ջիգարխանյանին եւ ասաց. «Արմեն, դու իսկապես ուզում ես գնալ նրա հետ։ Դու մոռացել ես, թե ինչպես նրանք քեզ լքեցին»։ Ջիգարխանյանը նայեց Վիտալինային եւ Տաթևը տեսավ, թե ինչպես վախը վերադառնում է նրա աչքերում։ Բայց այս անգամ Ջիգարխանյանը չլռեց։ Նա ասաց. «Ես ուզում եմ գնալ իմ դստեր հետ»։ Վիտալինայի դեմքը փոխվեց։ Այն սառը ժպիտը, որը միշտ այնտեղ էր, անհետացավ, եւ նրա տեղը եկավ մի բան, որը Տաթևը երբեք չէր տեսել՝ մաքուր ատելություն։ Վիտալինան ասաց. «Լավ, գնացեք, բայց դուք կզղջաք այս մասին»։ Տաթևը չպատասխանեց, պարզապես օգնեց հորը քայլել դեպի դուռը։ Երբ նրանք դուրս եկան տնից եւ նստեցին մեքենայում, Ջիգարխանյանը նայեց հետ եւ տեսավ Վիտալինային կանգնած դռան մոտ, նայելով նրանց։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, որը Ջիգարխանյանին սարսափեցրեց։ Տաթևը տարավ հորը իր տուն եւ առաջին գործը, որ արեց, կանչեց բժիշկ։
Բժիշկը զննեց Ջիգարխանյանին եւ ասաց, որ նա ունի սննդային անբավարարություն, հիդրացիայի պակաս եւ հնարավոր է դեղորայքային ազդեցության հետքեր։ Բժիշկը ասաց. «Ես չեմ կարող հաստատ ասել, բայց նրա վիճակը ցույց է տալիս, որ նա հնարավոր է ստացել դեղորայք, որը ազդում է նրա գիտակցության վրա»։ Տաթևը սարսափեց եւ հարցրեց. «Ինչ տեսակի դեղորայք»։ Բժիշկը ասաց. «Հնարավոր է հանգստացնող դեղեր, որոնք երկարատև օգտագործման դեպքում կարող են առաջացնել հիշողության խնդիրներ եւ շփոթվածություն»։ Տաթևը որոշեց անել արյան անալիզ, եւ արդյունքները հաստատեցին բժշկի կասկածները։ Ջիգարխանյանի արյան մեջ գտնվեցին բենզոդիազեպինների հետքեր, հանգստացնող դեղեր, որոնք սովորաբար նշանակվում են անքնության եւ անհանգստության դեպքում։ Բայց Ջիգարխանյանը երբեք չէր ունեցել այդպիսի խնդիրներ, եւ նա երբեք չէր ստացել այդ դեղերի նշանակում։ Տաթևը հասկացավ, որ Վիտալինան տալիս էր հորը այդ դեղերը առանց նրա իմացության։ Տաթևը դիմեց ոստիկանություն եւ ներկայացրեց արյան անալիզի արդյունքները։ Ոստիկանությունը սկսեց քրեական հետաքննություն եւ Վիտալինային կանչեցին հարցաքննության։ Վիտալինան ժխտեց բոլոր մեղադրանքները եւ ասաց, որ Ջիգարխանյանը ինքը էր խնդրում այդ դեղերը, որովհետեւ չէր կարողանում քնել։ Բայց ոստիկանությունը չհավատաց նրան եւ շարունակեց հետաքննությունը։ 1217 թվականի հունվարին Վիտալինային ձերբակալեցին։ Նրան մեղադրեցին անօրինական դեղորայքի տրամադրման եւ ֆինանսական շահագործման մեջ։ Դատավարությունը տևեց 6 ամիս, եւ այդ ամիսների ընթացքում Ջիգարխանյանը դանդաղորեն սկսեց ապաքինվել։ Նա սկսեց ուտել կանոնավոր, նրա քաշը սկսեց ավելանալ, եւ նրա միտքը դանդաղորեն սկսեց մաքրվել։ Բժիշկները ասացին, որ Ջիգարխանյանը ամբողջությամբ չի ապաքինվի, բայց նա կարող է վերադառնալ համեմատաբար նորմալ կյանքի։ Բայց Ջիգարխանյանը երբեք չխոսեց հանրորեն այն մասին, թե ինչ է կատարվել Վիտալինայի հետ ապրելու տարիներին։ Նա լռում էր, եւ երբ լրագրողները փորձում էին հարցնել նրան, նա պարզապես շուռ էր գալիս եւ հեռանում։ Տաթևը հասկանում էր, որ հայրը չի ուզում հիշել այդ ժամանակաշրջանը, եւ նա հարգում էր նրա որոշումը։ 1217 թվականի հուլիսին դատարանը արտասանեց վճիռը։ Վիտալինան ճանաչվեց մեղավոր եւ դատապարտվեց 3 տարի ազատազրկման պայմանականորեն։ Նրան նաեւ արգելվեց մոտենալ Ջիգարխանյանին։ Վիտալինան ընդունեց վճիռը լուր, եւ երբ նա դուրս եկավ դատարանից, լրագրողները փորձեցին հարցնել նրան, բայց նա չպատասխանեց։ Նա նստեց մեքենայում եւ հեռացավ, եւ ոչ ոք այլևս չտեսավ նրան։ Ջիգարխանյանը շարունակեց ապրել Տաթևի տանը, եւ դանդաղորեն նա սկսեց վերադառնալ իր հին կյանքին։ Նա սկսեց հանդիպել իր հին ընկերների հետ, սկսեց նորից աշխատել եւ սկսեց ժպտալ։ Բայց նրա աչքերում միշտ մնում էր մի ստվեր, այն տարիների հիշողությունը, երբ նա եղել է գերի իր սեփական տանը։ Արդյոք Ջիգարխանյանը երբևէ կմոռանա այն, ինչ Վիտալինան արեց նրա հետ։ Արդյոք նա երբևէ կկարողանա լիովին վստահել մեկ ուրիշին։ Ինչպես է այս պատմությունը փոխել նրան, եւ ինչ դասեր կարող ենք մենք քաղել այս ողբերգությունից։ 1217 թվականի մարտի 12-րդ օրը, երբ Ջիգարխանյանի նախկին տնային բժիշկ Արամ Սարգսյանը մտավ նոտարական գրասենյակ, իր հետ բերելով կնքված ծրար, նոտարոհին նկատեց, որ բժշկի ձեռքերը դողում են։ Ծրարի ներսում գտնվում էր Ջիգարխանյանի բժշկական քարտը 1212-ից մինչև 1216 թվականները, եւ այնտեղ գրված էր ամեն ինչ՝ յուրաքանչյուր այցելություն, յուրաքանչյուր դեղամիջոց, յուրաքանչյուր ախտորոշում։ Բայց ամենաանսպասելին այն էր, որ քարտի վերջին էջերում կարմիր մարկերով ընդգծված գրված էր. «Հիվանդը պնդում է, որ դեղերը տրվում են առանց իր համաձայնության։ Ես նկատել եմ անբացատրելի քնկոտություն եւ շփոթվածություն այն օրերին, երբ ես չեմ եղել տանը»։ Արամ Սարգսյանը գրել էր այդ նշումները, բայց երբեք չէր համարձակվել խոսել, որովհետև Վիտալինան սպառնացել էր նրան։ Նա ասել էր. «Եթե դուք խոսեք, ես կապահովեմ, որ դուք երբեք այլևս չաշխատեք որպես բժիշկ»։ Արամը վախեցել էր եւ լռել էր 3 տարի, բայց այժմ, երբ Վիտալինան դատարանում էր, նա որոշեց, որ ժամանակն է ասել ճշմարտությունը։ Նոտարուհին կնքեց փաստաթուղթը եւ հարցրեց. «Դոկտոր Սարգսյան, ինչու դուք սպասեցիք այսքան երկար»։ Արամը նայեց նրան եւ պատասխանեց. «Որովհետեւ վախենում էի, որ եթե խոսեմ, նա կսպանի նրան»։ Երբ Տաթևը ստացավ Արամ Սարգսյանի բժշկական քարտի պատճենը, նա նստեց իր խոհանոցի սեղանի մոտ եւ կարդաց այն սկզբից մինչև վերջ։ Յուրաքանչյուր էջ էր ավելի սարսափելի, քան նախորդը։ 1212 թվականի օգոստոսին Արամը գրել էր. «Հիվանդը գանգատվում է անընդհատ քնկոտությունից։ Ես չեմ նշանակել հանգստացնող դեղեր, բայց նրա ախտանիշները ցույց են տալիս բենզոդիազեպինների ազդեցություն»։ 1212 թվականի փետրվարին հիվանդը կորցրել է 12 կիլոգրամ քաշ վերջին 6 ամսում
Երբ հարցրի ինչու է ուտում քիչ, նա նայեց կնոջը եւ լռեց։ 1214 թվականի մայիսին հիվանդը ունի սինյակներ ձեռքերի վրա։ Երբ հարցրի ինչպես են առաջացել, կինը պատասխանեց, որ նա ընկել է։ Բայց սինյակների տեղադրությունը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել բռնության հետևանք։ Տաթևը զգաց, թե ինչպես սրտի զարկերը արագանում են նրա կրծքում։ Նա միշտ կասկածել էր, որ Վիտալինան ֆիզիկապես վնասում է հորը, բայց երբեք չէր ունեցել ապացույց։ Այժմ, երբ նա տեսավ բժշկի նշումները, նա հասկացավ, որ ամեն ինչ ավելի վատ էր, քան նա պատկերացնում էր։ Նա զանգահարեց Ստեփանին եւ ասաց. «Դա մու պետք է գաս հիմա, ես գտել եմ ինչ-որ բան»։ Ստեփանը եկավ 20 րոպե անց, եւ երբ նա կարդաց բժշկական քարտը, նրա դեմքը գունատվեց։ Նա ասաց. «Մենք պետք է տանենք սա ոստիկանություն»։ Տաթևը գլխով հաստատեց, եւ նրանք անմիջապես մեկնեցին ոստիկանություն։ Ոստիկանությունը վերաբացեց գործը եւ սկսեց նոր հետաքննություն։ Այս անգամ նրանք ոչ միայն հետաքննում էին դեղորայքի անօրինական տրամադրումը, այլև հնարավոր ֆիզիկական բռնությունը։ Վիտալինային կրկին կանչեցին հարցաքննության, եւ այս անգամ նա չէր այնքան վստահ։ Երբ հետաքննողը ցույց տվեց նրան բժշկական քարտը եւ հարցրեց սինյակների մասին, Վիտալինան սկզբում ժխտեց, հետո ասաց, որ Ջիգարխանյանը իսկապես ընկել էր եւ որ նա օգնել էր նրան։ Բայց հետաքննողը չհավատաց նրան եւ ասաց. «Տիկին Ցիմբալյուկ Ռոմանովսկայա, մենք ունենք բժշկի վկայություն, որը հակասում է ձեր պատմությանը։ Ես խորհուրդ կտամ ձեզ ասել ճշմարտությունը»։ Վիտալինան նստեց լուռ մի քանի րոպե, հետո դանդաղ ժպտաց եւ ասաց. «Լավ, ես կասեմ ճշմարտությունը։ Այո, ես երբեմն հարվածում էի նրան, բայց միայն այն ժամանակ, երբ նա չէր լսում ինձ։ Երբ նա փորձում էր զանգահարել իր երեխաներին, երբ նա փորձում էր հեռանալ տնից, ես անում էի դա նրա սեփական բարօրության համար»։ Հետաքննողը նայեց Վիտալինային եւ զգաց, թե ինչպես սառը ցուրտը անցնում է նրա ողնաշարով։ Նա հարցրեց. «Դուք իսկապես հավատում եք, որ հարվածելը մարդուն նրա սեփական բարօրության համար է»։ Վիտալինան ժպտաց եւ ասաց. «Երբ դուք սիրում եք մեկին այնքան, որքան ես սիրում էի Արմենին, դուք անում եք ամեն ինչ, որպեսզի պահեք նրան»։ Հետաքննողը ավարտեց հարցաքննությունը եւ ուղարկեց նյութերը դատախազություն։ Դատախազությունը որոշեց ավելացնել նոր մեղադրանք՝ ֆիզիկական բռնություն եւ անօրինական ազատազրկում։ Վիտալինային կրկին տարան դատարան, եւ այս անգամ դատավարությունը ավելի լուրջ էր։ Դատախազը պահանջեց, որ Վիտալինային դատապարտեն իրական ազատազրկման եւ ներկայացրեց բոլոր ապացույցները, բժշկական քարտը, արյան անալիզի արդյունքները, վկաների ցուցմունքները։ Բայց Վիտալինայի պաշտպան փաստաբանը փորձեց ներկայացնել այլ պատկեր։ Նա ասաց, որ Վիտալինան իսկապես սիրում էր Ջիգարխանյանին եւ որ ամեն ինչ, ինչ նա արել էր սիրուց։ Նա ասաց. «Իմ հաճախորդը կին է, ով նվիրեց իր կյանքը հոգ տանելու մի տարեց, հիվանդ մարդու մասին։ Նա թողեց իր աշխատանքը, իր ընկերներին, իր կյանքը, որպեսզի լինի նրա կողքին։ Այո, նա սխալներ է թույլ տվել, բայց դրանք էին սիրո սխալները, ոչ թե չարությամբ»։ Դատարանի դահլիճում մի քանի մարդ գլխով հաստատեցին, բայց Տաթևը եւ Ստեփանը նստած էին սառած դեմքերով։ Երբ եկավ Ջիգարխանյանի հերթը վկայություն տալու, ամբողջ դահլիճը լռեց։ Ջիգարխանյանը մտավ դահլիճ հենվելով ձեռնափայտի վրա եւ դանդաղ քայլեց դեպի վկաների տեղը։ Նա նստեց, նայեց դատավորին եւ սպասեց հարցերին։ Դատախազը հարցրեց. «Պարոն Ջիգարխանյան, կարող եք պատմել մեզ, թե ինչ է կատարվել այն տարիներին, երբ դուք ապրում էիք տիկին Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ»։ Ջիգարխանյանը լուռ նստեց մի քանի վայրկյան, հետո սկսեց խոսել։ Նրա ձայնը թույլ էր, բայց յուրաքանչյուր բառ լսվում էր դահլիճում։ Նա ասաց. «Սկզբում ամեն ինչ լավ էր։ Վիտալինան հոգ էր տանում իմ մասին, եւ ես զգում էի, որ վերջապես գտել եմ մարդ, ով հասկանում է ինձ։ Բայց դանդաղորեն ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց վերահսկել իմ ամեն քայլը։ Նա որոշում էր, թե ում հետ կարող եմ խոսել, ում հետ ոչ։ Նա վերահսկում էր իմ հեռախոսը, իմ նամակները, իմ փողերը։ Երբ ես փորձում էի բողոքել, նա ասում էր, որ անում է դա իմ սեփական բարօրության համար»։ Ջիգարխանյանը դադարեց, խմեց մի կում ջուր եւ շարունակեց. «Հետո սկսվեցին դեղերը։ Ես չգիտեի, թե ինչ է նա տալիս ինձ, բայց ես զգում էի, որ իմ միտքը մշուշոտվում է։ Ես չէի կարողանում հիշել բաները, չէի կարողանում կենտրոնանալ։ Ես զգում էի, որ դանդաղորեն կորցնում եմ ինձ»։ Դահլիճում լսվեց շշուկ եւ դատավորը խնդրեց լռություն։ Դատախազը հարցրեց. «Պարոն Ջիգարխանյան, տիկին Ցիմբալյուկ Ռոմանովսկայան երբևէ ֆիզիկապես վնասել է ձեզ»։ Ջիգարխանյանը լուռ նստեց եւ Տաթևը տեսավ, թե ինչպես նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Վերջապես Ջիգարխանյանը գլխով հաստատեց եւ ասաց. «Այո, երբ ես փորձում էի զանգահարել իմ երեխաներին, երբ ես փորձում էի հեռանալ տնից, նա հարվածում էր ինձ։ Ոչ շատ, ոչ ուժգին, բայց բավականաչափ, որպեսզի ես վախենամ»։ Դատախազը հարցրեց. «Ինչու դուք չխոսեցիք ոչ ոքի հետ»։
Ջիգարխանյանը նայեց Վիտալինային, ով նստած էր մեղադրյալների տեղում եւ ասաց. Որովհետեւ նա ասաց, որ եթե ես խոսեմ, նա կգնա եւ ես կմնամ միայնակ։ Ես վախենում էի մենակությունից ավելի, քան ամեն ինչից։ Այդ խոսքերը ցնցեցին բոլորին։ Տաթևը լաց եղավ, Ստեփանը ծածկեց դեմքերով եւ նույնիսկ դատավորը զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվում է։ Վիտալինան նստած էր անշարժ, նրա դեմքը սառած էր, եւ երբ Ջիգարխանյանը ավարտեց իր վկայությունը, նա դանդաղ ժպտաց եւ շշուկով ասաց. Դու երբեք չես հասկացել, թե որքան ես սիրում էի քեզ։ Դատավարությունը տևեց եւս 2 շաբաթ, եւ 1218 թվականի ապրիլի 28-րդ օրը դատարանը արտասանեց վճիռը։ Վիտալինան ճանաչվեց մեղավոր անօրինական դեղորայքի տրամադրման, ֆիզիկական բռնության եւ անօրինական ազատազրկման մեջ։ Նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման, իրական եւ արգելվեց մոտենալ Ջիգարխանյանին մինչեւ կյանքի վերջ։ Երբ դատավորը կարդաց վճիռը, Վիտալինան չարձագանքեց։ Նա պարզապես նստեց լուռ, նայելով դատարանի պատին, եւ երբ ոստիկանները եկան տանելու նրան, նա ոտքի կանգնեց եւ հանգիստ քայլեց դեպի ելքը։ Բայց նախքան դուրս գալը, նա շուռ եկավ եւ նայեց Ջիգարխանյանին։ Նրանց աչքերը հանդիպեցին, եւ այդ պահին Տաթևը տեսավ ինչ-որ բան Վիտալինայի աչքերում, որը նրան սարսափեցրեց։ Դա չէր ատելություն, չէր բարկություն։ Դա էր մի տարօրինակ հանգստություն, կարծես Վիտալինան գիտեր ինչ-որ բան, որ ուրիշները չգիտեին։ Հետո նա շուռ եկավ եւ դուրս գնաց, եւ դռները փակվեցին նրա ետևից։ 1218 թվականի մայիսին, երբ Ջիգարխանյանը վերադարձավ Տաթևի տուն դատավարությունից հետո, նա նստեց իր սենյակում եւ երկար ժամանակ նայեց պատուհանից դուրս։ Տաթևը մտավ սենյակ եւ նստեց նրա կողքին։ Նա հարցրեց. Հայր, ինչպես ես զգում քեզ։ Ջիգարխանյանը շուռ եկավ դեպի դուստրը եւ ասաց. Ես զգում եմ, որ վերջապես կարող եմ շնչել։ Տաթևը գրկեց հորը եւ նրանք նստեցին այնպես երկար ժամանակ, լուռ, բայց միասին։ Բայց Ջիգարխանյանի ներսում ինչ-որ բան փոխվել էր։ Այն տարիները, որ նա անցկացել էր Վիտալինայի հետ, թողել էին խոր հետք նրա հոգում։ Նա սկսեց տառապել գիշերային ճանապարհազրույցներից, երբ նա արթնանում էր քրտնած եւ գոչում էր։ Տաթևը վազում էր նրա սենյակ եւ գտնում էր նրան, նստած անկողնում, դողալով։ Երբ նա հարցնում էր, թե ինչ է տեսել, Ջիգարխանյանը ասում էր. Նա այնտեղ էր։ Նա կանգնած էր անկյունում եւ նայում էր ինձ։ Տաթևը փորձում էր հանգստացնել հորը։ Ասում էր, որ Վիտալինան բանտում է եւ չի կարող վնասել նրան, բայց Ջիգարխանյանը չէր հավատում։ Բժիշկները ասացին, որ Ջիգարխանյանը տառապում է հետմարտահրավերային սթրեսային խանգարումից եւ նշանակեցին նրան թերապիա։ Ջիգարխանյանը սկսեց այցելել հոգեբանի եւ դանդաղորեն նա սկսեց խոսել այն մասին, ինչ տեղի էր ունեցել։ Հոգեբանը հիշում է, որ Ջիգարխանյանը առաջին սեանսների ժամանակ լռում էր, նայում էր հատա մի գիշեր 1215 թվականի դեկտեմբերին ես արթնացա եւ տեսա Վիտալինային կանգնած իմ անկողնու կողքին։ Նա ձեռքին բռնել էր բարձ եւ նա նայում էր ինձ այնպիսի աչքերով, որ ես հասկացա նա մտածում է ինձ խեղդել։ Ես փակեցի աչքերս եւ կեղտեցի, որ քնած եմ։ Նա կանգնեց այնտեղ երկար ժամանակ, հետո դանդաղ դրեց բարձը հետ եւ դուրս գնաց սենյակից։ Հաջորդ առավոտ, երբ ես հարցրի նրան, թե ինչու էր եկել իմ սենյակ գիշերը, նա ժպտաց եւ ասաց, որ ուզում էր ստուգել, թե արդյոք ես լավ եմ քնում։ Հոգեբանը լսեց այդ պատմությունը եւ զգաց, թե ինչպես սառը ցուրտը անցնում է նրա ողնաշարով։ Նա հարցրեց. Պարոն Ջիգարխանյան, ինչու դուք չպատմեցիք այդ մասին ոչ ոքի։ Ջիգարխանյանը նայեց հոգեբանին եւ ասաց. որովհետեւ վախենում էի, որ եթե պատմեմ, նա իսկապես կանի դա։ Հոգեբանը հասկացավ, որ Ջիգարխանյանը ապրել է մշտական վախի մեջ եւ որ այդ վախը դեռ չէր անցել։ 1218 թվականի հուլիսին Ջիգարխանյանը որոշեց վերադառնալ աշխատանքի։ Նա ասաց, որ ուզում է կրկին զգալ իրեն ապրող, ուզում է կրկին բեմ բարձրանալ։ Տաթևը անհանգստանում էր, վախենում էր, որ հայրը դեռ պատրաստ չէ, բայց Ջիգարխանյանը պնդում էր։ Նա ասաց. եթե ես չվերադառնամ հիմա, ես երբեք չեմ վերադառնա։ Տաթևը հասկացավ, որ հայրը ճիշտ է եւ օգնեց նրան գտնել աշխատանք։ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնը առաջարկեց Ջիգարխանյանին դեր մի նոր ներկայացման մեջ։ Դերը փոքր էր, բայց Ջիգարխանյանը ընդունեց այն իր ախտագիտությամբ։ Նա սկսեց գնալ փորձերի եւ դանդաղորեն նա սկսեց զգալ, որ վերադառնում է իր հին ինքնությանը։ Թատրոնի դերասանները հիշում են, որ Ջիգարխանյանը առաջին փորձերի ժամանակ շատ լուռ էր, շատ ամաչկոտ։ Բայց դանդաղորեն նա սկսեց բացվել, սկսեց ժպտալ, սկսեց կատակել։ 1218 թվականի սեպտեմբերի 15-րդ օրը տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան։ Դահլիճը լի էր մարդկանցով, ովքեր եկել էին տեսնելու Ջիգարխանյանին առաջին անգամ բեմում այն ողբերգական տարիներից հետո։ Երբ Ջիգարխանյանը բարձրացավ բեմ, դահլիճը պայթեց ծափերով։ Մարդիկ ոտքի կանգնեցին եւ շատերը լաց էին լինում։
Ջիգարխանյանը կանգնեց բեմում, նայեց դահլիճին եւ զգաց, թե ինչպես արցունքները լցվում են նրա աչքերում։ Նա ասաց. «Շնորհակալ եմ, որ սպասեցիք ինձ»։ Ներկայացումը հաջողություն էր, եւ Ջիգարխանյանը ստացավ կանգնած ծափահարություններ։ Երբ ներկայացումը ավարտվեց եւ Ջիգարխանյանը վերադարձավ գրիմասենյակ, նա նստեց հայելու առջև եւ երկար ժամանակ նայեց իր արտացոլանքին։ Տաթևը մտավ սենյակ եւ տեսավ հորը լաց լինելով։ Նա մոտեցավ նրան եւ հարցրեց. «Հայր, ինչու ես լալիս»։ Ջիգարխանյանը շուռ եկավ դեպի դուստրը եւ ասաց. «Որովհետեւ վերջապես զգում եմ, որ ես կրկին ես եմ»։ Բայց չնայած այն հաջողությանը, Ջիգարխանյանը դեռ տառապում էր գիշերային ճանապարհազրույցներից։ Նա դեռ արթնանում էր գիշերները քրտնած եւ վախեցած, եւ դեռ տեսնում էր Վիտալինային իր երազներում։ Հոգեբանը ասաց, որ այդ ախտանիշները կարող են տևել տարիներ եւ որ Ջիգարխանյանը պետք է սովորի ապրել դրանց հետ։ Բայց Ջիգարխանյանը չէր ուզում պարզապես ապրել դրանց հետ։ Նա ուզում էր ազատվել դրանցից։ 1218 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանը որոշեց գրել գիրք իր փորձառության մասին։ Նա ասաց, որ ուզում է, որ մարդիկ իմանան, թե ինչ է կատարվել եւ որ ուրիշները չկրկնեն նրա սխալները։ Նա սկսեց գրել ամեն օր եւ դանդաղորեն գիրքը սկսեց ձևավորվել։ Գիրքը պատմում էր նրա ողջ պատմությունը, սկսած այն օրից, երբ նա հանդիպեց Վիտալինային, մինչև այն օրը, երբ նա վերջապես ազատվեց նրանից։ Բայց գրելու գործընթացը ցավոտ էր։ Ջիգարխանյանը պետք է հիշեր այն բոլոր պահերը, որոնք նա փորձել էր մոռանալ։ Նա պետք է գրեր այն մասին, թե ինչպես Վիտալինան վերահսկում էր նրան, ինչպես նա տալիս էր նրան դեղեր, ինչպես նա հարվածում էր նրան։ Յուրաքանչյուր բառ էր ցավ, բայց Ջիգարխանյանը շարունակում էր գրել։ Նա ասում էր. «Ես պետք է արեմ դա։ Ես պարտական եմ այն մարդկանց, ովքեր կարող են հայտնվել նույն իրավիճակում»։ 1219 թվականի փետրվարին գիրքը պատրաստ էր։ Ջիգարխանյանը տվեց այն հրատարակչին եւ հրատարակիչը ասաց, որ գիրքը կհրատարակվի 1219 թվականի մայիսին։ Բայց Ջիգարխանյանը երբեք չտեսավ իր գիրքը հրատարակված։ 1219 թվականի մարտի 21-րդ օրը, երբ Ջիգարխանյանը քայլում էր Երևանի փողոցներով Տաթևի հետ, նա հանկարծ կանգ առավ եւ բռնեց կրծքը։ Տաթևը սարսափեց եւ հարցրեց. «Հայր, ինչ է պատահել»։ Ջիգարխանյանը նայեց դստերը եւ շշուկով ասաց. Ես չեմ կարող շնչել։ Տաթևը անմիջապես կանչեց շտապ օգնություն եւ Ջիգարխանյանին տարան հիվանդանոց։ Բժիշկները ասացին, որ նա ունի սրտի կաթված եւ որ նրա վիճակը լուրջ է։ Ջիգարխանյանին տարան վերակենդանացման բաժանմունք եւ Տաթևը եւ Ստեփանը սպասեցին դրսում աղոթելով, որ հայրը կկարողանա հաղթահարել դա։ Բայց 1219 թվականի մարտի 22-րդ օրը, առավոտյան 6 ժամին, Արմեն Բորիսի Ջիգարխանյանը մահացավ։ Երբ բժիշկը դուրս եկավ վերակենդանացման բաժանմունքից եւ ասաց Տաթևին եւ Ստեփանին, որ նրանց հայրը մահացել է, Տաթևը զգաց, թե ինչպես աշխարհը փլվում է նրա ոտքերի տակ։ Նա չլաց, չգոչեց, պարզապես նստեց հատակին եւ նայեց դատարկ տարածության մեջ։ Ստեփանը նստեց նրա կողքին եւ նրանք նստեցին այնպես երկար ժամանակ, լուռ, ցնցված, կորած։ Ջիգարխանյանի մահը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Մարդիկ դուրս եկան փողոցներ, ծաղիկներով եւ արցունքներով, եւ նրանք կանգնեցին Ջիգարխանյանի տան դիմաց, հարգելով նրա հիշատակը։ Թերթերը գրեցին. «Ազգային հերոսը մեկնեց մեզնից»։ Հերոստատեսությունները ցույց տվեցին նրա լավագույն դերերը, եւ մարդիկ հիշեցին, թե որքան նա տվել էր նրանց։ Բայց մի մարդ չեկավ հարգանքի տուրք մատուցելու։ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, ով այդ ժամանակ նստած էր բանտում, լսեց Ջիգարխանյանի մահվան մասին հերոստատեսությունից։ Ըստ բանտի պահակների, երբ Վիտալինան լսեց լուրը, նա չարձագանքեց։ Նա պարզապես շուռ եկավ եւ շարունակեց նայել պատին։ Բայց մի պահակ հետո ասաց, որ տեսավ, թե ինչպես Վիտալինայի շուրթերը շարժվեցին, եւ նա շշուկով ասաց. «Վերջապես դու ազատ ես»։ Արդյոք Վիտալինան իսկապես սիրում էր Ջիգարխանյանին, թե նա պարզապես օգտագործում էր նրան։ Արդյոք Ջիգարխանյանը երբևէ կկարողանար լիովին ապաքինվել այն ողբերգությունից, որ նա ապրեց։ Ինչպես է այս պատմությունը փոխել նրանց բոլորին, Տաթևին, Ստեփանին եւ նույնիսկ Վիտալինային։ Երբ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ազատվեց բանտից 1222 թվականի հունիսին, 3 տարի ծառայելուց հետո, նրա առաջին քայլը չեղավ դեպի ազատություն, այլ դեպի մի փոքրիկ նոտարական գրասենյակ Մոսկվայի արվարձաններում։ Այնտեղ փակ դռների ետևում նա ստորագրեց փաստաթղթեր, որոնք փոխանցում էին նրան Ջիգարխանյանի անշարժ գույքի մի մասը, բնակարան Մոսկվայում, որը գրանցված էր եղել նրանց ընդհանուր անունով դեռևս 1203 թվականին։
Նոտարուհին, ով տեսավ այդ գործարքը, հետո պատմեց իր ընկերուհուն. Երբ ես հարցրի նրան, թե ինչու է անում դա հենց հիմա, երբ Ջիգարխանյանը մահացել է, Վիտալինան նայեց ինձ այնպիսի աչքերով, որ ես սառեցի։ Նա ասաց. Ես սպասեցի 3 տարի, այժմ ժամանակն է վերցնել այն, ինչ ինձ է պատկանում։ Բայց ամենասարսափելին այն էր, որ այդ բնակարանը միակը չէր։ Մասնավոր հետաքննիչը, ում Տաթևը վարձել էր հետաքննելու հոր ֆինանսները, հայտնաբերեց, որ Վիտալինան 1212-ից մինչև 1216 թվականները փոխանցել էր Ջիգարխանյանի հաշիվներից ավելի քան $100,000 դեպի օֆշորային հաշիվներ, որոնք գրանցված էին անծանոթ անունների վրա։ Երբ հետաքննիչը փորձեց հետևել այդ գումարների հետքին, նա հայտնաբերեց, որ դրանք անետացել էին մի բարդ ֆինանսական ցանցի մեջ, որը տանում էր դեպի Կիպրոս, հետո Շվեյցարիա եւ վերջապես դեպի անհայտ։ Արդյոք Վիտալինան պլանավորել էր այս ամենը տարիներ առաջ, թե դա եղավ հնարավորություն, որը նա օգտագործեց։ Ինչու Ջիգարխանյանը երբեք չստուգեց իր ֆինանսական հաշիվները, եւ ինչու նրա իրավաբանները չնկատեցին այդ փոխանցումները, մինչև ուշ էր արդեն։ Տաթևը եւ Ստեփանը երբ իմացան այս մասին, զգացին, թե ինչպես վերջին հույսը փլվում է նրանց ներսում։ Նրանք արդեն կորցրել էին հորը եւ այժմ հասկանում էին, որ կորցրել էին նաեւ մի մասը նրա ժառանգությունից, ոչ թե փողի պատճառով, այլ որովհետեւ այդ փողերը ներկայացնում էին հոր ամբողջ կյանքի աշխատանքը։ Տաթևը նստեց հոր 5 գրասենյակում, որտեղ դեռ կային նրա գրքերը, նրա լուսանկարները, նրա մեդալները, եւ զգաց, թե ինչպես բարկությունը խառնվում է անօգնականության հետ։ Նա ասաց Ստեփանին. Մենք չենք կարող թույլ տալ, որ նա հեռանա այսպես։ Մենք պետք է գտնենք այդ փողերը։ Ստեփանը նայեց քրոջը եւ ասաց. Բայց ինչպես։ Նա ամեն ինչ թաքցրել է այնպես, որ մենք երբեք չգտնենք։ Բայց Տաթևը չէր հանձնվում։ Նա վարձեց ֆինանսական հետաքննիչների թիմ, ովքեր մասնագիտացած էին օֆշորային հաշիվների հետաքննության մեջ, եւ նրանք սկսեցին փորել ավելի խորը։ Ամիսներ շարունակ նրանք հետևեցին փողերի հետքին եւ թքին եւ 1223 թվականի նոյեմբերին նրանք վերջապես գտան ինչ-որ բան։ Շվեյցարիայի մի բանկում գրանցված մի անծանոթ ընկերության անունով կար հաշիվ, որտեղ պահվում էր $85,000։ Հետաքննիչները հայտնաբերեցին, որ այդ ընկերության իրական սեփականատերը Դմիտրի Կուզնեցովն էր, Վիտալինայի նախկին սիրեկանը, ում մասին Տաթևը արդեն գիտեր նախորդ հետաքննությունից։ Տաթևը դիմեց դատարան պահանջելով, որ այդ գումարները վերադարձվեն Ջիգարխանյանի ժառանգներին, բայց դատարանը ասաց, որ առանց ուղղակի ապացույցի, որ այդ փողերը գողացվել են Ջիգարխանյանից, դրանք ոչինչ չեն կարող անել։ Տաթևը զգաց, թե ինչպես արդարադատությունը կրկին խաբում է նրանց, բայց նա չդադարեց։ Նա որոշեց գտնել Դմիտրի Կուզնեցովին եւ խոսել նրա հետ անձամբ։ 1223 թվականի դեկտեմբերին Տաթևը գտավ Դմիտրիին Մոսկվայում։ Նա ապրում էր շքեղ բնակարանում քաղաքի կենտրոնում, վարում էր թանկարժեք մեքենա եւ ըստ հարևանների ապրում էր այնպես, կարծես ուներ անսահման փող։ Տաթևը գնաց նրա բնակարան եւ զանգեց դռանը։ Երբ Դմիտրին բացեց դուռը եւ տեսավ Տաթևին, նրա դեմքը գունատվեց։ Տաթևը ասաց. Մենք պետք է խոսենք։ Դմիտրին փորձեց փակել դուռը, բայց Տաթևը դրեց ոտքը դռան միջև եւ ասաց. Եթե դուք չխոսեք ինձ հետ, ես կգնամ ոստիկանություն։ Դմիտրին վերջապես թույլ տվեց Տաթևին մտնել, եւ նրանք նստեցին հյուրասենյակում։ Տաթևը ասաց. Յետևը ասաց. Ես գիտեմ, որ Վիտալինան փոխանցել է ձեզ իմ հոր փողերը։ Ես ուզում եմ, որ դուք վերադարձնեք դրանք։ Դմիտրին լռեց մի քանի վայրկյան, հետո ժպտաց եւ ասաց. Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Տաթևը հանեց հեռախոսը եւ ցույց տվեց նրան բանկային փաստաթղթերը, որոնք ապացուցում էին կապը Վիտալինայի եւ Դմիտրիի միջև։ Դմիտրիի ժպիտը անհետացավ եւ նա ասաց. Լավ, այո, Վիտալինան տվեց ինձ փող, բայց դա նվեր էր, ես ոչինչ չեմ գոհացել։ Տաթևը զգաց, թե ինչպես բարկությունը բորբոքվում է նրա մեջ, բայց նա մնաց հանգիստ։ Նա ասաց. Այդ փողերը իմ հորն էին։ Վիտալինան չուներ իրավունք տալ դրանք ձեզ։ Եթե դուք չվերադարձնեք դրանք, ես կդիմեմ դատարան եւ կապահովեմ, որ ամբողջ աշխարհը իմանա, թե ինչ է կարել։ Դմիտրին նայեց Տաթևին եւ հասկացավ, որ նա լուրջ է։ Նա ասաց. Լավ, ես կվերադարձնեմ փողերը, բայց ոչ բոլորը։ Ես արդեն ծախսել եմ մի մասը։ Տաթևը ասաց. Վերադարձրեք այն, ինչ մնացել է։ Հիմա։ Դմիտրին վերջապես համաձայնեց, եւ 1224 թվականի հունվարին նա փոխանցեց $62,000 Տաթևի հաշիվը։ Դա չէր ամբողջ գումարը, որը Վիտալինան գովացել էր, բայց դա էր ինչ-որ բան։ Տաթևը զգաց, թե ինչպես փոքրիկ հաղթանակի զգացումը լցվում է նրա մեջ, բայց նա նաեւ գիտեր, որ մնացած փողերը հավանաբար երբեք չեն վերադառնա։ 1224 թվականի մարտին Տաթևը որոշեց հրատարակել հոր գիրքը, որը Ջիգարխանյանը գրել էր իր փորձառության մասին։
Գիրքը կոչվում էր «Գերի իմ սեփական տանը» եւ այն պատմում էր ամբողջ պատմությունը, սկսած այն օրից, երբ Ջիգարխանյանը հանդիպեց Վիտալինային, մինչեւ այն օրը, երբ նա վերջապես ազատվեց նրանից։ Գիրքը գրված էր պարզ, անկեղծ լեզվով եւ յուրաքանչյուր էջ էր լի ցավով եւ ճշմարտությամբ։ Երբ գիրքը հրատարակվեց 1224 թվականի ապրիլին, այն դարձավ անմիջական բեսթսելեր։ Մարդիկ կարդում էին այն եւ լաց էին լինում, բարկանում էին եւ հասկանում էին, թե որքան դժվար էր եղել Ջիգարխանյանի համար։ Գիրքը նաեւ բացեց շատ մարդկանց աչքերը այն փաստի վրա, որ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ կարող են լինել ընտանեկան բռնության զոհեր։ Լրատվամիջոցները սկսեցին խոսել այդ թեմայի մասին, եւ շատ տղամարդիկ, ովքեր լռել էին տարիներ շարունակ, սկսեցին խոսել իրենց սեփական պատմությունները։ Բայց ոչ բոլորը էին երախտապարտ գրքի համար։ Վիտալինայի ընկերները եւ ազգականները ասացին, որ գիրքը սուտ է, որ Ջիգարխանյանը չարաբանում է Վիտալինային եւ որ ճշմարտությունը շատ ավելի բարդ է։ Վիտալինայի քույրը Օլգա Ցիմբալյուկը տվեց հարցազրույց, որտեղ ասաց. «Իմ քույրը երբեք չէր վնասի Ջիգարխանյանին։ Նա սիրում էր նրան ամբողջ սրտով։ Այն, ինչ գրված է այդ գրքում, սուտ է եւ վիրավորանք է իմ քրոջ հասցեին»։ Տաթևը պատասխանեց հանրային հայտարարությամբ, որտեղ ասաց. «Իմ հայրը գրեց այդ գիրքը, որովհետև ուզում էր, որ ճշմարտությունը բացահայտվի։ Նա չէր ուզում վրեժ, նա ուզում էր, որ ուրիշները չկրկնեն նրա սխալները։ Եթե Վիտալինայի ընտանիքը չի հավատում, դա նրանց իրավունքն է, բայց ես գիտեմ, թե ինչ տեսա, եւ ես գիտեմ, թե ինչ ապրեց իմ հայրը»։ Գիրքը շարունակեց վաճառվել եւ 1224 թվականի վերջին այն արդեն թարգմանվել էր 10 լեզուների եւ վաճառվել էր ավելի քան 100,000 օրինակ։ Ջիգարխանյանի պատմությունը դարձավ խորհրդանիշ նրանց համար, ովքեր տառապում էին նմանատիպ իրավիճակներում, եւ շատերը գրեցին Տաթևին, շնորհակալություն հայտնելով նրա համար, որ նա համարձակվեց հրատարակել այդ գիրքը։ 1225 թվականի հունիսին, երբ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ավարտեց իր պայմանական ազատազրկումը, նա անհետացավ։ Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա, եւ երբ լրագրողները փորձեցին գտնել նրան, նրանք հայտնաբերեցին, որ նա հեռացել է Ռուսաստանից։ Ըստ որոշ աղբյուրների, Վիտալինան տեղափոխվել էր Կիպրոս, որտեղ նա ապրում էր հանգիստ կյանքով, օգտագործելով այն փողերը, որոնք նա թաքցրել էր օֆշորային հաշիվներում։ Ուրիշ աղբյուրները ասում էին, որ նա Իսպանիայում է, կամ Թուրքիայում, կամ նույնիսկ Հարավային Ամերիկայում։ Տաթևը փորձեց գտնել Վիտալինային, բայց յուրաքանչյուր հետք տանում էր դեպի փակուղի։ Վիտալինան կարծես գիտեր, թե ինչպես անհետանալ, եւ նա արել էր դա կատարյալ։ Տաթևը զգաց, թե ինչպես անարդարության զգացումը ճնշում է նրան, բայց նա նաև հասկացավ, որ երբեմն չարիքը չի պատժվում այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Նա ասաց Ստեփանին. «Գուցե մենք երբեք չգտնենք նրան, բայց կարևորը այն է, որ մենք ասացինք ճշմարտությունը, եւ մարդիկ գիտեն, թե ինչ է նա արել»։ Բայց 1226 թվականի հոկտեմբերին Տաթևը ստացավ անանուն նամակ։ Նամակը եկել էր Կիպրոսից, եւ ներսում կար մի փոքրիկ թերթիկ, ձեռագիր նշումներով։ Թերթիկի վրա գրված էր. «Վիտալինան ապրում է Լիմասոլում, Կիպրոսում։ Նա օգտագործում է կեղծանուն Մարինա Պետրովա։ Նա ապրում է շքեղ վիլլայում ծովափին, եւ նա ծախսում է փող, կարծես այն երբեք չի վերջանա»։ Նամակի վերջում գրված էր. «Ես եմ մեկը, ով տեսավ, թե ինչ է նա արել Ջիգարխանյանի հետ։ Ես չեմ կարող լռել այլս»։ Տաթևը վերցրեց այդ նամակը եւ գնաց ոստիկանություն։ Ոստիկանությունը ասաց, որ նրանք կփորձեն հետաքննել, բայց քանի որ Վիտալինան այլևս չի ապրում Հայաստանում կամ Ռուսաստանում, դրանք սահմանափակ են իրենց հնարավորություններում։ Տաթևը զգաց, թե ինչպես հույսը կրկին փլվում է, բայց նա չդադարեց։ Նա դիմեց միջազգային իրավաբանների, ովքեր մասնագիտացած էին միջսահմանային գործերում, եւ նրանք ասացին, որ կփորձեն օգնել։ Բայց ամիսներ անցան եւ ոչինչ չփոխվեց։ Վիտալինան շարունակում էր ապրել Կիպրոսում եւ ոչ ոք չէր կարող հասնել նրան։ Տաթևը հասկացավ, որ արդարադատությունը երբեմն չի գալիս այնպես, ինչպես մենք ուզում ենք, եւ որ երբեմն չարիքը մնում է անպատիժ։ Բայց նա նաև հասկացավ, որ ամենակարևորը ճշմարտությունն է, եւ որ ճշմարտությունը արդեն ասվել է։ 1227 թվականի մարտին Տաթևը եւ Ստեփանը կազմակերպեցին հիշատակի միջոցառում հոր համար։ Միջոցառումը տեղի ունեցավ Երևանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, եւ այնտեղ ներկա էին հարյուրավոր մարդիկ՝ ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ։ Բեմում ցուցադրվեցին Ջիգարխանյանի լավագույն դերերի հատվածներ, եւ մարդիկ լաց էին լինում եւ ծափահարում էին։ Տաթևը բարձրացավ բեմ եւ ասաց. «Իմ հայրը եղավ մարդ, ով տվեց իր ամբողջ կյանքը արվեստին։ Նա սիրեց բեմը, սիրեց իր հանդիսատեսին եւ սիրեց իր երկիրը։ Բայց նա նաև եղավ մարդ, ով տառապեց այնպես, ինչպես շատերը չեն պատկերացնում։ Այսօր մենք հիշում ենք նրան ոչ միայն որպես մեծ դերասան, այլև որպես մարդ, ով համարձակվեց ասել ճշմարտությունը։
Միջոցառումը ավարտվեց կանգնած ծափահարություններով, եւ երբ մարդիկ դուրս էին գալիս թատրոնից, շատերը ասում էին, որ Ջիգարխանյանի հիշատակը կմնա նրանց սրտերում հավերժ։ Տաթևը եւ Ստեփանը կանգնեցին թատրոնի դիմաց եւ նայեցին, թե ինչպես մարդիկ հեռանում են, եւ նրանք զգացին, որ վերջապես կարողացան տալ հորը այն հարգանքը, որին նա արժանի էր։ Այսօր, երբ անցել են տարիներ, Արմեն Ջիգարխանյանի մահից նրա պատմությունը շարունակում է ապրել։ Նրա գիրքը դարձել է դասագիրք նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ ընտանեկան բռնության բարդությունները, եւ նրա անունը դարձել է խորհրդանիշ համարձակության եւ ճշմարտության համար։ Տաթևը եւ Ստեփանը ստեղծեցին հիմնադրամ հորանունով, որը օգնում է ընտանեկան բռնության զոհերին, տղամարդկանց եւ կանանց, եւ այդ հիմնադրամը արդեն օգնել է հարյուրավոր մարդկանց գտնել ազատություն եւ նոր սկիզբ։ Բայց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետքը դեռ կորած է։ Ըստ վերջին տեղեկությունների, նա դեռ ապրում է Կիպրոսում, օգտագործելով կեղծանուն, եւ ապրում է այն փողերով, որոնք նա վերցրեց Ջիգարխանյանից։ Արդարադատությունը, որը Տաթևը եւ Ստեփանը այնքան փնտրեցին, երբեք լիովին չեկավ։ Բայց նրանք գիտեն, որ ճշմարտությունը ասվել է եւ որ հոր հիշատակը պաշտպանված է։ Երբեմն մենք հարցնում ենք մեզ, արդյոք արդարադատությունը միշտ հաղթում է։ Ջիգարխանյանի պատմությունը ցույց է տալիս, որ ոչ միշտ։ Երբեմն չարիքը մնում է անպատիժ։ Երբեմն նրանք, ովքեր վնասում են ուրիշներին, հեռանում են եւ ապրում են հանգիստ կյանքով։ Բայց այն, ինչ մնում է, ճշմարտությունն է։ Ճշմարտությունը, որը Ջիգարխանյանը գրեց իր գրքում, ճշմարտությունը, որը Տաթևը եւ Ստեփանը պաշտպանեցին, եւ ճշմարտությունը, որը այժմ գիտեն հազարավոր մարդիկ։ Ջիգարխանյանի կյանքը եղավ ողբերգություն, բայց նաեւ դաս։ Դաս այն մասին, որ սերը երբեմն կարող է լինել թունավոր, որ վստահությունը կարող է լինել զենք, եւ որ մենակությունը կարող է մեզ մղել դեպի սխալ ընտրություններ։ Բայց նրա պատմությունը նաեւ դաս է այն մասին, որ երբեք ուշ չէ խոսել, երբեք ուշ չէ փնտրել օգնություն, եւ երբեք ուշ չէ ազատվել այն մարդուց, ով վնասում է մեզ։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարող է ապրել ազատ, կարող է ապրել հարուստ, բայց նա երբեք չի կարողանա փախչել այն ստվերից, որը նա թողեց Ջիգարխանյանի կյանքում։ Նրա անունը հավերժ կմնա կապված այն ցավի հետ, որը նա պատճառեց, եւ պատմությունը կհիշի նրան ոչ թե որպես սիրող կին, այլ որպես մարդ, ով օգտագործեց մեկ ուրիշի թուլությունը իր սեփական շահի համար։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Արմեն Ջիգարխանյանին։ Արդյոք նա եղավ զոհ իր սեփական միայնակության, թե պարզապես չկարողացավ տեսնել այն վտանգը, որը մոտենում էր նրան։ Արդյոք Վիտալինան իսկապես սիրում էր նրան, թե սկզբից ի վեր ամեն ինչ եղավ հաշվարկված պլան։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք ձեր քաղաքում հիշում են նրան։ Սեղմեք հավանել կոճակը, եթե ուզում եք, որ ճշմարտությունը միշտ բացահայտվի, եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք այլ պատմություններ, որոնք փոխեցին մարդկանց կյանքերը։ Մենք շարունակում ենք պատմել այն, ինչ ուրիշները վախենում են ասել։